Մի աշխույժ մեգապոլիսի սրտում փողոցում ապրող մի տղա զարմացնում է բոլորին, շքեղ մեքենան վերանորոգելով միայն իր սուր լսողությամբ։ Նրա տաղանդը դառնում է վիրուսային, սակայն համբավի հետ միասին բացահայտվում են նրա անցյալի վտանգավոր գաղտնիքները։ Այժմ, կորած հիշողությունների թաքցրած ժառանգության մեջ, նա պետք է ընտրի, թե ում կարող է վստահել, նախքան ամեն ինչ վերջնականապես կկորչի։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում մեզ։ Կեսօրվա առը տանջում էր Մալաթիա Սեբաստիայի փողոցները մի այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր ասֆալտը կհալվի։ Երանը եռում էր հունվարյան այդ երեքշաբթի օրը, տապը Մարգարյանի արհեստանոցի բաց դռնից ներս էր խուժում անտեսանելի ալիքի պես, խառնվելով այրված յուղի, քսուքի տաքացած մետաղի հոտին։ Ընդարձակ անգարի ներսում 5 մեխանիկ լարված լռության մեջ աշխատում էին, քրտինքը հոսում էր ճակատներով, լայելով ժամանակի ու աշխատանքի պատճառով արդեն իսկ կեղտոտ կապույտ կոմբինեզոնները։ Արհեստանոցի կենտրոնում, հիդրավլիկ ամբարձիչի վրա, կանգնած էր արծաթագույն Mercedes-Benz փայլելով նույնիսկ լյումինեսցենտային լամպերի դեղնավուն լույսի տակ։ Մի մեքենա, որն ավելի թանկ արժեր, քան թաղամասի տների մեծ մասը։ Տերը, միջին տարիքի մի գործարար, սպիտակ վերնաշապիկով բեժ վուշե տաբատով, անհամբեր այս ու այն կողմ էր քայլում, հեռախոսը սեղմած ականջին, անհամբեր ժեստեր անելով։ Նրա ձայնն արձագանքում էր անկարում, ընդմիջվելով զայրացած հոգոցներով քողարկված սպառնալիքներով դատական հայցերի մասին, եթե խնդիրը հենց այսօր չլուծվեր։ Մարտիրոս Մարգարյանը, արհեստանոցի տերը, 52 տարեկան մի տղամարդ, ճերմակած մազերով 4 տասնամյակ շարժիչների հետ գործ ունենալուց կոշտացած ձեռքերով, ճակատը սրբեց կեղտոտ լաթով, այդ առավոտ 10-րդ անգամ զննելով Մերսեդեսի շարժիչը։ Նրա կողքին գորգը, իր ամենափորձառու մեխանիկը, բացասական շարժումով գլուխն էր օրորում, հայացքը հառած էլեկտրոնային ախտորոշման վահանակին, որը համառորեն հրաժարվում էր որևէ կոնկրետ սխալ ցույց տալ։ Մեքենան պարզապես նորմալ չէր աշխատում։ Շարժիչը խեղդվում էր, կորցնում էր հզորությունը, տարօրինակ ձայն էր հանում, որը ոչ ոք չէր կարողանում ճշգրիտ որոշել։ Արդեն փոխել էին մոմերը, ստուգել էլեկտրոնային ներարկումը, փորձարկել բռնկման համակարգը, զննել էլեկտրական մասի յուրաքանչյուր սանտիմետրը։ Ոչինչ։ Խնդիրը մնում էր, համառ ու անտեսանելի, ինչպես ուրվական։ Անգարի մյուս կողմում, ռազմական ճշգրտությամբ դասավորված գործիքն է։ Ռովլի սեղանի մոտ, կանգնած էր Կլարիսան։ 26 տարեկանում նա միակ կինն էր, որ աշխատում էր արհեստանոցում, իր տեղն այստեղ նվաճել էր ոչ թե լավության կամ համակրանքի, այլ զուտ իրավասության շնորհիվ։ Մետաղագործի դուստր, նա մեծացել էր մեքենաների ու պտուտակների մեջ, 15 տարեկանից կարող էր շարժիչը քանդել նույն հեշտությամբ, ինչ իր տարիքի մյուս աղջիկները շպար էին անում։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին ամուր պոչով, իսկ նրա փոքր, բայց ուժեղ ձեռքերը լապտեր էին բռնել, մեկ անգամ զննելով Մերսեդեսի արտանետման համակարգը։ Նա գիտեր, որ ժամանակ է կորցնում։ Խնդիրն այնտեղ չէր։ Բայց պետք է ինչ-որ բան աներ, քանի որ օդում լարվածությունն անտանելի էր դառնում։ Գործարարն արդեն 3 անգամ զանգել էր իր փաստաբանին, իսկ Մարտիրոսը նյարդային պոռթկման եզրին էր։ Մարգարյանի արհեստանոցի 30 տարվա ընթացքում ստեղծված համբավը վտանգված էր մի թերության պատճառով, որը հրաժարվում էր գտնվել։ Հենց այդ պահին դռան մոտ մի ուրվագիծ հայտնվեց։ Առաջինը Կլարիսան նկատեց։ Մուտքի մոտ մի շարժում գրավեց նրա ուշադրությունը։ Նա լապտերից հայացքը բարձրացրեց, տեսնելով մի փոքրիկ, նիհար կերպարանք, որը կանգնած էր այնտեղ, փողոցի շլացուցիչ լույսի ֆոնին։ Մի տղա։ Թերս 10-11 տարեկան, դժվար էր ճշգրիտ ասել։ Նա բոբիկ էր, հագին իր փոքր մարմնից 3 չափս մեծ սպիտակ շապիկ, քրքրված եզրերով, գունատ ջինսե շորտ, որը հավանաբար ուրիշինն էր եղել։ Նրա մուգ շագանակագույն մազերը փնթի էին, փոշոտ, իսկ նիհար դեմքին այն արտահայտությունն էր, որը Կլարիսան լավ գիտեր Երանի փողոցներից, զգուշության, հույսի հուսահատության խառնուրդը նրա, ով չգիտի, իրեն կվռնդեն, թե կընդունեն։ Տղան միանգամից ներս չմտավ։ Մնաց այնտեղ դռան շեմին, կարծես հող էր փորձում, ուշադիր ու խելացի աչքերով ուսումնասիրելով արհեստանոցի ներսում գտնվող յուրաքանչյուր մարդու։ Նրա բոբիկ ոտքերը նյարդային շարժվում էին տաք բետոնի վրա, բայց նա կարծես ցավ չէր զգում։ Սովոր էր։ Գորգն առաջինը նկատեց նրա ներկայությունը անմիջապես անհամբեր արձագանքեց։ Հեյ, տղա, այստեղ ողորմություն խնդրելու տեղ չէ։ Գնա այստեղից, մենք զբաղված ենք։
Տղան չշարժվեց։ Փոխարենը մի երգչ։ Ոտ քայլ արեց դեպի արհեստանոցի ներս, փոքրիկ ձեռքերը միահյուսած մարմնի առջ։ Երբ խոսեց, նրա ձայնը ցածր էր, բայց դրանում զարմանալի վճռականություն կար։ Ես ողորմություն խնդրելու չեմ եկել, պարոն։ Եկել եմ օգնություն առաջարկելու։ Մեխանիկներից ոմանք ծիծաղեցին։ Նրանցից մեկը, Վարդանը, 40-ամյա մի բարդ տղամարդ, դուրս ցցված փորով հաստ բեղերով, բարձր ու ծաղրական քրքիջ արձակեց։ Օգնություն։ Ինչ օգնություն կարող է փողոցի մի լակոտ տալ այստեղ, հը։ Դե, դուրս արի, քանի դեռ ոստիկանություն չենք կանչել։ Բայց Մարտիրոսը, որը տեսարանին հետում էր հոգնածության հետաքրքրասիրության խառնուրդով, ձեռքը բարձրացրեց, լռություն պահանջելով։ Տղայի պահվածքի մեջ ինչ-որ բան գրավել էր նրա ուշադրությունը։ Գուցե դա ուղիղ կեցվածքն էր, չնայած ակնհայտ նիհարությանը, կամ այն, թե ինչպես էին նրա աչքերը շրջում արհեստանոցով ոչ թե վախով, այլ անկեղծ հետաքրքրությամբ։ Ինչպես օգնություն, տղաս, հարցրեց Մարտիրոսը մյուսներից ավելի մեղմ ձայնով։ Տղան կուլ տվեց, Կլարիսան նկատեց, որ նա նյարդայնացած է, բայց վճռական։ Ես Եքենաներից հասկանում եմ, պարոն Մարտիրոս։ Կարողանում եմ նորոգել։ Եթե թույլ տաք մի հայացք գցեմ, գուցե կարողանամ խնդիրը գտնել։ Դրա դիմաց ընդամենը մի ափսե ուտելիք եմ խնդրում։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Գործարարը դադարեց քայլել, նայեց տղային անհավատության զայրույթի խառնուրդով։ Գորգը գլուխը թափահարեց, ինչ-որ բան մրմնջալով ժամանակի կորստի մասին։ Վարդանը նորից ծիծաղեց, բայց այս անգամ ձայնը դառն էր։ Սա կատակ է, չէ, Մարտիրոս։ Հիմա թողնելու ենք մի լակոտ ձեռք տա դոկտորի Մերսեդեսին։ Մի քիչ հետո մի բան կգողանա, ու մեղքը մերը կլինի։ Կլարիսան զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում կրծքում։ Լապտերը դրեց սեղանին, քայլեց մինչ տղայի կողքին կանգնեց։ Նա այստեղ գողություն անելու չի եկել, Վարդան։ Եկել է աշխատանք փնտրելու, ինչպես բոլորս։ Շրջվեց դեպի Մարտիրոսը։ Մենք արդեն ամեն ինչ փորձել ենք, շեֆ։ Ինչ վնաս կլինի, եթե թողնենք տղան նայի։ Մարտիրոսը տատանվեց։ Նայեց գործարարին, որն անհամբեր ժեստ արեց ձեռքով, կարծես ասելով, թե մի նույն է, միայն թե ինչ-որ մեկը շուտ լուծի այդ հարցը։ Այնուհետ, հաշտվողական հոգոցով, Մարտիրոսը գլխով արեց տղային, որ մոտենա։ Լավ, տղաս։ Արի այստեղ։ Բայց ոչ մի բանի ձեռք չտաս առանց իմ հրամանի, հասկացար։ Տղան գլխով արեց, դանդաղ քայլեց դեպի Մերսեդեսը։ Նրա աչքերը փայլեցին, երբ մոտիկից տեսավ մեքենան, արհեստանոց մտնելուց ի վեր առաջին անգամ մի փոքրիկ ժպիտ հայտնվեց շուրթերին։ Նա դանդաղ շրջանցեց մեքենան, դիտելով յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր կոր, յուրաքանչյուր տեսանելի բաղադրիչ։ Կանգնեց բաց կապոտի մոտ, մնաց այնտեղ, անշարժ, պարզապես նայելով շարժիչին այնպիսի տպավորիչ կենտրոնացմամբ, որը զարմանալի էր այդքան երիտասարդի համար։ Մեխանիկները թերահավատորեն հետում էին։ Վարդանը ձեռքերը խաչեց կրծքին, ծաղրական ժպիտը դեմքին։ Գորգը մատներով թմբկահարում էր սեղանին, ակնհայտորեն զայրացած նրանից, ինչը համարում էր ծաղրածուություն։ Բայց Մարտիրոսն ու Կլարիսան լուր սպասում էին, չնայած իրենք էլ էին հետաքրքրված։ Այնուհետ տղան անսպասելի բան արեց։ Փակեց աչքերը, ցածր ձայնով խնդրեց. Պարոն Մարտիրոս, կարող եք մեքենան միացնել։ Մարտիրոսը հոնքերը կիտեց, բայց հնազանդվեց։ Նստեց, Մերսեդեսը բանալին պտտեց բռնկման մեջ։ Շարժիչը գրմռաց, հետո խեղդվեց, արձակեց այն տարօրինակ ձայնը, որը ժամերով տանջում էր նրանց, հետո կայունացավ անկանոն աշխատանքի մեջ։ Տղան շարունակում էր փակ աչքերով, գլուխը թեթակի թեքած, կարծես հեռավոր մեղեդի էր լսում։ Նրա դեմքը լիովին կենտրոնացած էր։ Փոքրիկ ձեռքերը թեթակի շարժվում էին օդում, մտովի հետելով մի ռիթմի, որը միայն ինքն էր կարողանում ընկալել։ 30 վայրկյան։ 1 րոպե։ 2 րոպե։ Արհեստանոցում ոչ ոք չշարժվեց։ Նույնիսկ գործարարը լռեց, հիպնոսացած տարօրինակ տեսարանից։ Վերջապես, տղան բացեց աչքերը ապշեցուցիչ վստահությամբ ասաց. Դա հիդրոտրանսֆորմատորն է, պարոն։ Կցորդման մեջ խնդիր կա։ Դրա համար է մեքենան հզորություն կորցնում ու այդ ձայնը հանում, երբ փորձում է փոխանցումը միացնել։ Էլեկտրոնային մասը չէ։ Հենց մեխանիկական է։
Բացարձակ լռություն։ Առաջինն արձագանքեց Գորգը, նրա արձագանքն անհավատությունն էր։ Հիդրոտրանսֆորմատոր։ Տղա, դա հիմարություն է։ Մենք արդեն ստուգել ենք ամբողջ փոխանցման համակարգը։ Այնտեղ ոչ մի սխալ բան չկա։ Բայց Մարտիրոսն արդեն այլ արտահայտությամբ էր նայում տղային։ Նրա խնդիրն ախտորոշելուց ի մեջ, նրա խոսքի վստահության մեջ ինչ-որ բան ստիպեց արհեստանոցի տիրոջը մտածել։ Համոզված ես դրանում, տղաս։ Տղան գլխով արեց։ Այո, պարոն Մարտիրոս։ Շարժիչի հանած ձայնը շատ յուրահատուկ է։ Ես դա առաջ էլ եմ լսել։ Հիդրոտրանսֆորմատորն է, որ ճիշտ չի կցորդվում շարժիչի թափանիվի հետ։ Դրա համար է թվում, թե խեղդվում է։ Մարտիրոսը հայացքով խոսեց Կլարիսայի հետ, որը նույնպես զարմացած էր թվում։ Լավ։ Ստուգենք։ Շրջվեց դեպի Գորգը։ Քանդիր հիդրոտրանսֆորմատորը։ Տեսնենք, տղան ճիշտ է։ Գորգը բողոքեց, բայց դժկամո։ Ուչյամբ հնազանդվեց։ Գրեթե 1 ժամ պահանջվեց մասին հասնելու համար, ամբողջ ընթացքում տրտնջալով ժամանակի կորստի հիմարության մասին։ Բայց երբ վերջապես կարողացավ հանել հիդրոտրանսֆորմատորը զննել ներքին մասերը, նրա արտահայտությունը կտրուկ փոխվեց։ Աչքերը լայն բացվեցին, նա նայում էր մասին, կարծես ուրվական տեսած լիներ։ Չեմ հավատում, մրմնջաց նա։ Նա ճիշտ է։ Կցորդումը մաշված է։ Նայիր այստեղ, Մարտիրոս։ Տեսնում ես այս հետքերը։ Ճիշտ այն է, ինչ տղան ասաց։ Արհեստանոցը պայթեց մրմունջներից։ Գործարարը մոտեցավ, նորովի հետաքրքրությամբ զննելով մասը։ Վարդանը բերանը բաց մնաց, այդ կեսօրից ի վեր առաջին անգամ անխոս։ Կլարիսան զգաց, թե ինչպես է ժպիտը մեծանում իր դեմքին, երբ նայում էր տղային, որը մնում էր այնտեղ, լուռ ու փոքրիկ, բայց աչքերում բավարարվածության փայլով։ Մարտիրոսը ձեռքը դրեց տղայի ուսին, հայրական ու հարգալից ժեստով։ Ինչպես գիտեիր դա, տղաս։ Ինչպես կարողացար հայտնաբերել միայն լսելով։ Տղան ուսերը թոթվեց, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Հայրս սովորեցրել է ինձ լսել մեքենաներին։ Պարոն Մարտիրոս։ Նա ասում էր, որ յուրաքանչյուր շարժիչ իր ձայնն ունի, եթե ուշադիր լսես, այն քեզ կպատմի, թե ինչն է սխալ։ Մի պահ ակնածալից լռություն տիրեց։ Այնուհետ Մարտիրոսը ժպտաց, լայն ու անկեղծ ժպիտով։ Դու հենց նոր մեզ փրկեցիր, տղաս։ Իսկ խոստում է։ Արի ինձ հետ, քեզ մի ափսե ուտելիք կտամ։ Լիքը ափսե։ Կլարիսան հետում էր, թե ինչպես է Մարտիրոսը տղային տանում արհեստանոցի հետի փոքրիկ խոհանոց, որտեղ սովորաբար սուրճ էին պատրաստում տնից բերած ուտելիքը տաքացնում։ Նա տեսավ, թե ինչպես թուլացան տղայի ուսերը, ինչպես թեթացան նրա քայլերը, զգաց, թե ինչպես ինչ-որ բան սեղմվեց կրծքում։ Քանի օր էր նա նորմալ չէր կերել։ Որքան ժամանակ էր, ինչ-որ մեկը բարի էր եղել նրա հետ։ Մինչ Գորգն ու մյուսները վերադառնում էին աշխատանքի, փոխարինելու անսարք հիդրոտրանսֆորմատորը, Կլարիսան մոտեցավ խոհանոցին։ Հեռվից տեսավ, թե ինչպես է Մարտիրոսը տղայի արջ դնում բրնձով, լոբով, տավարի մսով աղցանով առատ ափսե, իր տնից բերած ուտելիքի մնացորդները։ Տղան լայն բացված աչքերով նայեց ուտելիքին, կարծես գանձ։ Տեսած լիներ, հետո սկսեց դանդաղ ուտել, այնպիսի կարգապահությամբ, որը զարմացրեց Կլարիսային։ Նա հուսահատորեն չխժռեց, ինչպես սպասում էր։ Ուտում էր մեթոդիկորեն, համտեսելով յուրաքանչյուր պատառաքաղը, ինչպես մեկը, ով սովորել է հարգել սնունդը, քանի որ գիտեր, թե որքան թանկարժեք է այն։ Մարտիրոսը նստեց նրա դիմաց, արմունկները հենած հին սեղանին։ Անունդ ինչ է, տղաս։ Տղան կուլ տվեց պատասխանելուց առաջ, քաղաքավարի։ Գաբրիել, պարոն։ Գաբրիել Ալավերդյան։ Գաբրիել, կրկնեց Մարտիրոսը, անունը փորձելով։ Քանի տարեկան ես։ 11, պարոն։ Իսկ որտեղ ես սովորել մեքենաների մասին։ Գաբրիելի աչքերը խոնարհվեցին դեպի ափսեն, կարծես ինչ-որ բան փակվեց նրանցում։ Հորիցս։ Նա մեքենաների հետ էր աշխատում։ Շատ լավն էր իր գործում։ Մարտիրոսը նկատեց այդ բառերում թաքնված ցավը, այն, թե ինչպես տղան օգտագործեց անցյալ ժամանակածը, որոշեց չճնշել։ Փոխարենը, մեղմորեն հարցրեց. Իսկ հիմա որտեղ ես ապրում, Գաբրիել։ Տղան տատանվեց։
Կլարիսան, որ դեռ կանգնած էր դռան մոտ, տեսավ նրա դեմքին արտացոլված ներքին պայքարը։ Այնուհետ նա ցածրաձայն, գրեթե ամաչելով ասաց. «Փողոցում, պարոն։ Կիան կամրջի տակ։ Այնտեղ մի խումբ մարդիկ կան, որոնք թույլ են տալիս մնալ»։ Կլարիսայի սիրտը կտոր-կտոր եղավ։ Մարտիրոսը մի պահ փակեց աչքերը, երբ նորից բացեց, դրանցում վճռականություն կար։ «Տղաս, դու մեքենաների հետ շնորհք ունես։ Մի շնորհք, որը ես վաղուց չեմ տեսել։ Գուցե երբեք չեմ տեսել այդքան երիտասարդի մոտ»։ Նա դադար տվեց։ «Ինչ կասես, եթե այսօր այստեղ մնաս։ Քնես գրասենյակի բազմոցին։ Միայն այսօրվա համար, մինչ տեսնենք, ինչ կարող ենք անել։ Փողոցում շատ վտանգավոր է միայնակ տղայի համար»։ Գաբրիելը արագ բարձրացրեց աչքերը, զարմանքն ու անվստահությունը խառնված դեմքին։ «Լուրջ եք ասում։ Այո։ Դու այսօր ինձ օգնեցիր։ Փրկեցիր իմ հեղինակությունը, հավանաբար կանխեցիր դատական հայցը։ Սա նվազագույնն է, որ կարող եմ անել»։ Կլարիսան այդ պահին մտավ խոհանոց։ «Ես էլ եմ կարծում, որ պետք է մնաս, Գաբրիել։ Առնվազն այսօրվա համար»։ Նա ժպտաց տղային, անկեղծ ու ջերմ ժպիտով։ «Վաղը կտեսնենք, թե ինչ կարող ենք անել քեզ իսկապես օգնելու համար»։ Գաբրիելը նայեց Մարտիրոսից Կլարիսային, դանդաղ, շատ դանդաղ, մի ժպիտ սկսեց ձավորվել նրա շուրթերին։ Դա փոքր, զգուշավոր ժպիտ էր, մեկի, ով սովոր չէ վստահել, բայց հուսահատորեն ուզում է հավատալ, որ աշխարհում դեռ կարող է բարություն լինել։ «Լավ», ասաց նա ցածրաձայն։ «Շնորհակալ եմ»։ Այդ գիշեր, երբ արհեստանոցը փակվեց, մյուս մեխանիկները գնացին, Մարտիրոսը Գաբրիելին ցույց տվեց հետի փոքրիկ գրասենյակը։ Այնտեղ 5 կաշվե բազմոց կար, որը մի քանի տեղից ճաքել էր, բայց դեռ հարմարավետ էր։ Կլարիսան իր տնից, որը ընդամենը 3 թաղամաս հեռու էր, մաքուր վերմակ բերեց մի բարձ, որը մնացել էր այն ժամանակներից, երբ իր եղբորորդին էր այցելում։ Գաբրիելն ամեն ինչ ընդունեց լուռ, բայց խորը երախտագիտությամբ։ Երբ Կլարիսան ու Մարտիրոսը պատրաստվում էին գնալ, տղան հանկարծ ասաց. «Պարոն Մարտիրոս, տիկին Կլարիսա, կարող եմ վաղը այստեղ արհեստանոցում օգնել։ Պետք չէ ինձ վճարել։ Ուղղակի թույլ տվեք մի քիչ մնամ, ավելին սովորեմ։ Եվ եթե որևէ մեքենայի հետ օգնություն պետք լինի, կօգնեմ»։ Մարտիրոսն ու Կլարիսան հայացքներով խոսեցին։ Տղայի խնդրանքի մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր նա իր աշխատանքն առաջարկում ոչ թե փողի, այլ այն բանն անելու հնարավորության համար, ինչը սիրում էր, ինչ-որ բան խորապես հուզեց երկուսին էլ։ «Դա վաղը կորոշենք, Գաբրիել», մեղմորեն ասաց Մարտիրոսը։ «Հիմա դու հանգստացիր։ Այսօր շատ բան արեցիր»։ Բայց երբ դուրս եկան, փակեցին գրասենյակի դուռը, Գաբրիելին թողնելով մենակ իր մտքերի հետ, Մարտիրոսը նայեց Կլարիսային, ցածրաձայն ասաց. «Այս տղան առանձնահատուկ է։ Ես չգիտեմ, թե որտեղից է նա եկել, բայց նա շնորհք ունի։ Հազվագյուտ շնորհք»։ Կլարիսան գլխով արեց, ձեռքերը խաչած, նայելով փակ դռանը։ «Նա ինձ ինչ-որ մեկին է հիշեցնում», ասաց նա մտածկոտ։ «Բայց չգիտեմ, ում»։ Գրասենյակի ներսում Գաբրիելը փաթաթվեց վերմակի մեջ, պառկեց բազմոցին։ Հարմարավետությունն այնքան անսովոր էր, որ մի պահ գրեթե չէր կարողանում թուլանալ։ Ամիսներ էին անցել, ինչ նա փափուկ բանի վրա չէր քնել, գլխավերում տանիքով այն վստահությամբ, որ ոչ ոք իրեն չի անհանգստացնի։ Մատները դիպան վզին կրող փոքրիկ կախազարդին, որը թաքնված էր շապիկի տակ։ Արծաթագույն փոքրիկ պտուտակահան, ժամանակից մաշված, կաշվե թելին ամրացված։ Դա այն ամենն էր, ինչ մնացել էր հորից, միակ բանը, որը նա կարողացել էր պահպանել բոլոր այն վայրերով անցնելիս։ Գաբրիելը ձեռքը սեղմեց կախազարդի շուրջ, փակեց աչքերը։ Մթության մեջ նա կարող էր լսել քաղաքի հեռավոր ձայները, փողոցով անցնող մեքենաների աղմուկը, շարժիչի երբեմնի գրմռոցը։ Եվ մի պահ թույլ տվեց իրեն պատկերացնել, որ հայրն այնտեղ է, իր կողքին, սովորեցնու մե իրեն լսել շարժիչների ձայները, անսահման համբերությամբ բացատրելով այն գաղտնիքները, որոնք ստիպում էին յուրաքանչյուր մաս ներդաշնակ աշխատել։ «Մի օր, Գաբրիել, այս պտուտակահանը քեզ ցույց կտա ճանապարհը», մի անգամ ասել էր հայրը, կախազարդը մատների արանքում պահելով, նախքան որդու վզին դնելը։ «Երբ չիմանաս, ինչ անել, բռնիր սա հիշիր։ Դու տաղանդ ունես, դու շնորհք ունես։ Ոչ ոք չի կարող դա քեզնից խլել»։
Գաբրիելը դեռ չգիտեր, թե որքան մարգարեական կլինեն այդ խոսքերը։ Չգիտեր, որ իր շապիկի տակ թաքնված այդ փոքրիկ առարկան ավելի ներկրում, քան զգացմունքային արժեք։ Չգիտեր, որ իր կյանքը պատրաստվում էր փոխվել այնպես, ինչպես երբեք չէր կարող պատկերացնել։ Առայժմ նա պարզապես քնում էր, հոգնած ու երախտապարտ, մի հին բազմոցի վրա, Մալաթիա Սեբաստիայի մի արհեստանոցում, մինչ Երան քաղաքը շարունակում էր իր քաոսային ու անտարբեր պարը դրսում։ Եվ գիշերվա լռության մեջ շարժիչները նույնպես հանգստանում էին, պահպանելով իրենց գաղտնիքները, մինչ ճիշտ շնորհքով մեկը կգար նորից նրանց լսելու։ Գաբրիելն արթնացավ դարպասների բացվելու բետոնի վրա գործիքների քարշ գալու ձայնից։ Մի պահ, ապա կողմնորոշված, չհասկացավ, թե որտեղ է։ Աչքերը շրջեցին անծանոթ միջավայրով, կաշվե բազմոցը մարմնի տակ, վերմակը, որը դեռ փափկեցնող միջոցի հոտ էր գալիս, պատերը ծածկված ավտոպահեստամասեր արտադրողների հին օրացույցներով։ Հետո հիշողությունը վերադարձավ մեղմ ալիքի պես, նա հիշեց. Արհես, տանոցը, Մերսեդեսը, պարոն Մարտիրոսն ու տիկին Կլարիսան։ Նրանք թույլ էին տվել իրեն մնալ։ Արագ վեր կացավ, զգուշորեն ծալելով վերմակը, փորձելով ամեն ինչ կոկիկ թողնել, ինչպես կար։ Չէր ուզում, որ մտածեն, թե ինքը անփույթ է կամ ապերախտ։ Ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, զգալով կուտակված կեղտը, ցանկացավ, որ կարողանար լոգանք ընդունել։ Բայց չէր խնդրի։ Արդեն իսկ չափազանց շատ բան էին արել իր համար։ Երբ բացեց գրասենյակի դուռը, գտավ Կլարիսային խոհանոցում սուրճ պատրաստելիս։ Նա հագին ուներ նախորդ օրվա նույն կապույտ կոմբինեզոնը, բայց այն մաքուր էր, մազերն արձակված էին թափվելով ուսերին։ Երբ տեսավ Գաբրիելին, ժպտաց. Բարի լույս, քնկոտ։ Լավ քնեցիր։ Գաբրիելը գլխով արեց, ամաչկոտ։ Այո, տիկին։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք մնալ։ Վերջ տուր ինձ տիկին ասելուն։ Ինձ Կլարիսա կոչիր։ Նա մի բաժակ կաթով սուրճ լցրեց մեկնեց նրան, մի կտոր կարագով հացի հետ, որը հենց նոր էր պատրաստել։ Գեր։ Այսօր երկար օր է լինելու։ Գաբրիելը վերցրեց հացը դանդաղ գծեց, համտեսելով։ Կլարիսան հետում էր նրան, իր սուրճը խմելով։ Հետաքրքրությամբ ուսումնասիրելով տղային։ Առավոտյան լույսի տակ ավելի լավ էր կարողանում տեսնել նրա դիմագծերը։ Նա չափազանց նիհար էր, գրեթե կմախքի պես, բայց աչքերը կենդանի էին ու խելացի։ Նրա մեջ լրջություն կար, մի հասունություն, որը չպետք է լիներ 11 տարեկանի մոտ։ Կարծես կյանքն արդեն ավելին էր պահանջել նրանից, քան պետք էր։ Գաբրիել, սկսեց նա մեղմորեն, այսօր էլ այստեղ ես մնալու։ Օգնելու մեզ արհեստանոցում։ Տղայի աչքերը փայլեցին։ Կարող եմ։ Իհարկե կարող ես։ Պարոն Մարտիրոսն արդեն խոսել է ինձ հետ։ Կարող ես մնալ, քանի դեռ պետք է։ Նա դադար տվեց։ Բայց մենք պետք է մի քանի բաների մասին խոսենք։ Դպրոց գնալուդ մասին, մշտական բնակության վայր ունենալուդ մասին։ Այն մասին, թե ինչ է պատահել քեզ հետ մինչ այստեղ հասնել։ Գաբրիելը հայացքը խոնարհեց դեպի սուրճի բաժակը, Կլարիսան տեսավ, թե ինչպես պաշտպանական պատեր բարձրացան նրա շուրջ։ Ես այսպես լավ եմ, Կլարիսա։ Պետք չէ ինձ համար անհանգստանալ։ Բայց ես անհանգստանում եմ, ասաց նա մեղմորեն։ Եվ պարոն Մարտիրոսը նույնպես։ Մենք չենք գա։ Ռող թույլ տալ, որ դու փողոցում ապրես, Գաբրիել։ Դու երեխա ես։ Նախքան նրա պատասխանելը, Մարտիրոսի ձայնը հնչեց անկարում։ Կլարիսա։ Ո՞ր է այդ տղան։ Արդեն եկել էր Կորոլան, որը սակը երեկ բերել էր։ Ասում է, մեքենան շարժիչում տարօրինակ ձայն ունի։ Ուզում եմ, որ Գաբրիելը մի հայացք գցի։ Կլարիսան աչքով արեց Գաբրիելին։ Տեսնում ես։ Դու արդեն թիմի անդամ ես։ Գնացինք։ Ամբողջ առավոտ Գաբրիելն աշխատեց մեխանիկների կողքին։ Մարտիրոսը նրան պաշտոնապես ներկայացրեց բոլորին, այս անգամ նույնիսկ Վարդանը զգուշավոր հարգանքով վերաբերվեց տղային, թե դժկամությամբ։ Նախորդ օրվա ճշգրիտ ախտորոշման լուրը տարածվել էր, այժմ բոլորը նայում էին այդ նիհար տղային հետաքրքրասիրության հիացմունքի խառնուրդով։ Երբ հերթը հասավ Կորոլային, Գաբրիելը խնդրեց միացնել շարժիչը կանգնեց այնտեղ, ճիշտ ինչպես նախորդ օրը, աչքերը փակ լսելով։ Մատները նրբորեն շարժվում էին, կարծես անտեսանելի նվագախումբ էր ղեկավարում։
Մի քանի րոպե անց բացեց աչքերը, մատնացույց արեց շարժիչի մի կոնկրետ հատված։ Գեներատորի ճախարակն է, պարոն Մարտիրոս։ Մաշված է։ Դրա համար է այս ջռոցը գալիս, երբ շարժիչը արագանում է։ Գորգը ստուգեց, մեկ անգամ, ախտորոշումը ճիշտ էր։ Փորձառու մեխանիկը գլուխը թափահարեց, տպավորված։ Լակոտ, դու այնպիսի լսողություն ունես, որ երբեք չեմ տեսել։ Ինչպես ես դա անում։ Գաբրիելը ուսերը թոթվեց, շփոթված ուշադրությունից։ Ես ուղղակի լսում եմ, թե ինչ է ասում մեքենան։ Կլարիսայի մտքովն էր անցել նկարահանելը։ Նա վերցրեց հեռախոսը, առանց Գաբրիելն ի սկզբանե նկատեր, տեսանյութ նկարեց, թե ինչպես է նա ախտորոշում Fiat Uno-ի խնդիրը, որը Corolla-ից անմիջապես հետո էր եկել։ Կադրերում երում էր փոքրիկ ու բոբիկ տղան, կենտրոնացած շարժիչի կողքին, աչքերը փակ, լիովին տարված լսելով։ Հետո ցույց էր տալիս, թե ինչպես է նա զարմանալի պարզությամբ բացատրում խնդիրը, ճշգրիտ մատնացույց անելով, թե որտեղ է թերությունը։ Մարտիրոսի մյուս մեխանիկների դեմքի հիացմունքի արտահայտությունն անկեղծ էր։ Կլարիսան այդ նույն կեսօրին տեսանյութը տեղադրեց իր սոցիալական ցանցերում, հետյալ մակագրությամբ. Ծանոթացեք Գաբրիելի հետ, մեխանիկայի հրաշամանուկի։ Միայն լսելով շարժիչը, նա կարողանում է ախտորոշել խնդիրներ, որոնք համակարգչային մեքենաները չեն գտնում։ Անհավանական տաղանդ, հայտնաբերված այստեղ, Մարգարյանի արհեստանոցում, Մալաթիա Սեբաստիայում։ Նա դրանից ոչինչ չէր սպասում։ Պարզապես ուզում էր կիսվել մի գեղեցիկ բանով, մի բանով, որը հուզել էր իրեն։ Բայց համացանցն իր սեփական դինամիկան ունի, անկանխատեսելի հզոր։ Մի քանի ժամում տեսանյութը սկսեց տարածվել։ Սկզբում Կլարիսայի ընկերների կողմից, հետո ընկերների։ Հետո շատ հետորդներ ունեցող մեկը վերահրապարակեց, ամեն ինչ պայթեց։ Հաջորդ առավոտ, երբ Գաբրիելը հասավ արհեստանոց, դրան մոտ լրագրողներ կային։ 3 հեռուստախումբ, երկուսը տեղական հեռուստաընկերություններից մեկը, ազգային հաղորդումից։ Տեսախցիկներ, խոսափողներ, լույսեր։ Տղան կանգնեց մայթին, վախեցած, ուզենալով հետ վերադառնալ։ Բայց Մարտիրոսն արդեն դուրս էր եկել լրագրողների հետ խոսելու, տեսավ նրան։ Գաբրիել, արի այստեղ, տղաս։ Պետք չէ վախենալ։ Բայց Գաբրիելը վախենում էր։ Վախենում է։ Այդ բացահայտումից, իր վրա ուղղված այդ ամբողջ ուշադրությունից։ Վախենում էր նրանից, թե դա ինչ կարող է նշանակել։ Նա անցավ ամբոխի միջով գլուխը կախ, զգալով հայացքների ծանրությունը, տեսախցիկների, որոնք հետում էին իր յուրաքանչյուր շարժմանը։ Մի լրագրողուհի փորձեց խոսափողը դնել նրա դիմաց, հարցնելով, թե ինչպես է սովորել մեքենաների մասին, որտեղից է, որտեղ է ապրում։ Գաբրիելը չպատասխանեց, պարզապես ավելի կծկվեց, մինչ Կլարիսան հայտնվեց, պաշտպանեց նրան իր մարմնով, հեռացնելով լրագրողներին։ Նա երեխա է, ասաց նա վճռական։ Դուք նրան այսպես չեք հետապնդելու։ Եթե ուզում եք հարցազրույց անել, արեք ինձ հետ կամ Մարտիրոսի։ Բայց տղային հանգիստ թողեք։ Մարտիրոսը արագ հարցազրույց տվեց, բացատրելով, թե ինչպես է Գաբրիելը հայտնվել արհեստանոցում, ցուցադրել իր արտասովոր տաղանդը։ Բայց զգույշ էր, չբացահայտեց, որ տղան փողոցում է ապրում, չցուցադրեց նրա խոցելիությունը։ Պարզապես խոսեց շնորհքի, տղայի ունեցած տպավորիչ կարողության մասին։ Լրագրողները պնդեցին Գաբրիելի հետ խոսել, բայց Մարտիրոսն անդրդվելի էր։ Երբ վերջապես լրագրողները գնացին, Գաբրիելը թաքնված էր գրասենյակում, դողալով։ Կլարիսան մտավ, նստեց նրա կողքին բազմոցին։ Հեյ, հիմա ամեն ինչ կարգին է։ Նրանք գնացին։ Ես սա չէի ուզում, մրմնջաց Գաբրիելը, ձայնը խեղդված։ Չէի ուզում, որ բոլորն իմանային իմ մասին։ Կլարիսան մեղմորեն ձեռքը դրեց նրա ուսին։ Գիտեմ։ Ներիր։ Ես չէի մտածում, որ այս ամենը կլինի։ Պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան տաղանդավոր ես։ Գաբրիելը աչքերը տրորեց ձեռքերի թիկունքով։ Երբ մարդիկ շատ բան են իմանում մեր մասին, վատ բաներ են պատահում։ Հայրս միշտ այդպես էր ասում։ Դա առաջին անգամն էր, որ նա ուղղակիորեն հիշատակեց հորը ժամանելուց ի վեր։ Կլարիսան նկատեց բացվածքը, մեղմորեն ասաց. Ուզում ես խոսել նրա մասին։ Հորդ մասին։ Երկար լռություն տիրեց։ Գաբրիելը նայեց իր ձեռքերին, փոքր ու քսուքոտ։ Այնուհետ, ցածր ձայնով, սկսեց խոսել։ Հորս անունը Հրաչ էր։
Հրաչ Ալավերդյան։ Նա մեխանիկ էր, բայց ոչ սովորական մեխանիկ։ Նա մրցարշավային մեքենաների հետ էր աշխատում։ Նա վարորդ էր։ Բոլորն ասում էին, որ նա հանճար է։ Կլարիսան լուր լսում էր, առանց ընդհատելու։ Նա ինձ տանում էր ավտոդրոմներ, երբ ես փոքր էի։ Սովորեցնում էր ամեն ինչ մեքենաների, շարժիչների մասին, թե ինչպես է յուրաքանչյուր մաս աշխատում։ Ասում էր, որ ես նույն շնորհքն ունեմ, ինչ ինքը, որ ես լսում եմ այն բաները, որոնք մյուսները չեն լսում։ Գաբրիելը դիպավ շապիկի տակ թաքնված կախազարդին։ Նա ինձ սա է տվել։ Ասում էր, որ սա առանձնահատուկ է, որ պետք է միշտ պահեմ։ Ինչ է պատահել նրա հետ, Գաբրիել, մեղմորեն հարցրեց Կլարիսան։ Տղայի աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա փորձեց զսպել։ Նա մահացել է վթարից։ Գրեթե 2 տարի առաջ։ Նա մեքենա էր վարում ճանապարհին, Գյումրիից աշխատանքից վերադառնալիս վթարի ենթարկվեց։ Ասացին, որ արգելակն է խափանվել, բայց հայրս երբեք թույլ չէր տա, որ արգելակը խափանվի։ Նա միշտ ամեն ինչ ստուգում էր։ Կլարիսան կոկորդում կոշտուկ զգաց։ Իսկ մա իրդ։ Գաբրիելը գլուխը թափահարեց, վերջապես մի արցունք գլորվեց։ Մայրս անհետացել է, երբ ես փոքր էի։ Ես մոտ 5 տարեկան էի։ Մի օր նա տնից դուրս եկավ ու այլս չվերադարձավ։ Հայրս փորձեց փնտրել, բայց երբեք չգտավ։ Այնպես որ միայն ես էի ու նա։ Մինչ որ նա էլ գնաց։ Իսկ հորդ մահից հետո ինչ պատահեց քեզ հետ։ Գնացի ապրելու հարանների մոտ։ Սկզբում նրանք լավն էին, բայց հետո դժվարացավ։ Շատ երեխաներ ունեին, քիչ փող։ Ես փորձում էի խնդիր չստեղծել, բայց ստեղծում էի։ Այնպես որ ինձ ուղարկեցին ապաստարան։ Գաբրիելը դադար տվեց, մաքրելով դեմքը։ Ապաստարանը վատն էր։ Այնտեղի մարդիկ վատը չէին, բայց շատ մարդ կար, շատ խառնաշփոթ։ Ես չդիմացա։ Փախա։ Նախընտրեցի փողոցը։ Կլարիսան արցունքներ զգաց իր աչքերում։ Գաբրիելին գրկեց տղան մի պահ դիմադրելուց հետո տեղի տվեց, դեմքը թաղելով նրա ուսին լաց լինելով այն երեխայի պես, որը դեռ կար, չնայած այն ամենին, ինչի միջով անցել էր։ Երբ լացն անցավ Գաբրիելը հանգստացավ, Կլարիսան վճռական ասաց. Դու փողոց չես վերադառնալու, Գաբրիել։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ ես կարող եմ ինչ-որ բան անել։ Դու իմ տանն ես մնալու։ Ես փոքր հյուրասենյակ ունեմ, բայց այն քոնն է, եթե ուզում ես։ Գաբրիելը բարձրացրեց աչքերը, կարմրած ու ուռած։ Դուք ինձ լավ չեք էլ ճանաչում։ Ինչու պետք է դա անեիք։ Կլարիսան ժպտաց իր արցունքների միջով։ Որովհետ դու օգնության կարիք ունես։ Եվ որովհետ ես քո մեջ առանձնահատուկ բան եմ տեսնում։ Ոչ միայն մեքենաների հետ կապված տաղանդը, այլ դու։ Այն մարդը, որը դու ես։ Եվ ես թույլ չեմ տա, որ փողոցը դա քեզնից խլի։ Այդ գիշեր Գաբրիելն առաջին անգամ քնեց իսկական տանը, ապաստարանից փախչելուց ի վեր։ Կլարիսայի տունը փոքր էր, նեղ երկհարկանի տուն Մալաթիա Սեբաստիայի մի հանգիստ փողոցում, արհեստանոցից մի քանի թաղամաս հեռու։ Նա միայնակ էր ապրում 2 տարի առաջ ընկերոջից բաժանվելուց հետո։ Հյուրասենյակը պարզ էր, մեկտեղանոց մահճակալով, փոքր զգեստապահարանով, պատուհանով, որը նայում էր հետի բակին։ Բայց Գաբրիելի համար դա պալատ էր։ Կլարիսան նրան մաքուր հագուստ տվեց, որը եղբորորդունն էր եղել, Ուից տվեց լոգարանը ասաց, որ կարող է որքան ուզում է լողանալ։ Գաբրիելը գրեթե կես ժամ մնաց ցնցուղի տակ, թույլ տալով, որ տաք ջուրը լվանա ամբողջ կեղտը, ամբողջ հոգնածությունը, մայթերին ու կամուրջների տակ քնած բոլոր գիշերները։ Երբ դուրս եկավ մաքուր տաք ջրից կարմրած մաշկով, հագնելով լվացքի փոշու հոտով հագուստ, իրեն այլ մարդ զգաց։ Կլարիսան ընթրիք պատրաստեց։ Բրինձ, լոբի, սոխարացով տավարի միս աղցան։ Պարզ ուտեստ, բայց Գաբրիելի համար դա խնջույք էր։ Նրանք միասին կերան խոհանոցի սեղանի շուրջ, Կլարիսան նկատեց, թե ինչպես է տղան ճիշտ օգտագործում դանակ պատառաքաղը, թե ինչպես է, չնայած ամեն ինչին, սեղանի շուրջ իրեն պահելու կանոններ գիտի։ Հայրը նրան լավ էր սովորեցրել։ Վաղը պետք է քեզ դպրոց գրանցենք, ասաց Կլարիսան, սպասքը լվանալիս։ Գաբրիելը նրա կողքին էր, չորացնելով ափսեները։ Որքան ժամանակ է, ինչ չես սովորում։
Մոտ 6 ամիս, խոստովանեց Գաբրիելը։ Ապաստարանից փախչելուց ի վեր։ Դրանից առաջ գնում էի այնտեղի մոտակա դպրոցը։ Բայց դժվար էր։ Մյուս տղաները ծաղրում էին ինձ, որբ էին անվանում։ Կլար։ Իսան զայրույթ զգաց այդ դաժան երեխաների նկատմամբ։ Դե, հիմա այլ կերպ կլինի։ Մենք քեզ կգրանցենք այստեղի մոտակա լավ դպրոցում։ Եվ եթե ինչ-որ մեկը քեզ նեղացնի, ինձ կասես, լավ։ Գաբրիելը գլխով արեց, բայց նա տեսնում էր կասկածը նրա աչքերում։ Նա սովոր չէր, որ իր կողքին ինչ-որ մեկը լինի։ Հաջորդ օրերին Գաբրիելի կյանքը սկսեց ռեժիմ ձեռք բերել։ Վաղ էր արթնանում, նախաճաշում էր Կլարիսայի հետ, նրա հետ գնում արհեստանոց։ Այնտեղ օգնում էր մեքենաների հարցում, միշտ հսկողության տակ, բայց գնալով ավելի վստահ։ Մեխանիկներն այժմ նրան անկեղծ հարգանքով էին վերաբերվում։ Նույնիսկ Վարդանը, որն ի սկզբանե ամենաթշնամականն էր, սկսեց տղայի կարծիքը հարցնել, երբ բարդ խնդիրների էր բախվում։ Կլարիսայի տեսանյութը շարունակում էր վիրուսային դառնալ։ Մեկ շաբաթից պակաս ժամանակում հասավ 2 միլիոն դիտման։ Արհեստանոցը սկսեց նոր հաճախորդներ ընդունել, մարդիկ, որոնք հեռավոր թաղամասերից էին գալիս միայն հրաշամանուկ տղային տեսնելու համար։ Ոմանք իրական խնդիրներով մեքենաներ էին բերում, մյուսները պարզապես ուզում էին ծանոթանալ Գաբրիելի հետ։ Մարտիրոսը ստիպված եղավ սահմաններ դնել, պարզաբանելով, որ Գաբրիելը կրկեսի տեսարժանություն չէ, այլ մի տղա, որը արհեստ է սովորում։ Հենց այդ այցերից մեկի ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Մի տղամարդ արհեստանոց եկավ տպավորիչ բմով։ Նա պետք է որ մոտ 50 տարեկան լիներ, հագին ուներ պատվերով կարված կոստյում այնպիսի կեցվածք, որը բնորոշ է հրամայելուն սովոր մարդկանց։ Ներկայացավ որպես Էդուարդ Կարապետյան, ավտոմոբիլային ոլորտի գործարար։ Մարտիրոսն անձամբ ընդունեց նրան, բայց Էդուարդը պարզ հասկացրեց, որ ուզում է ծանոթանալ Գաբրիելի հետ։ Տեսել եմ նրա տեսանյութը, բացատրեց նա։ Տպավորված եմ։ Այսպիսի տաղանդը հազվագյուտ է։ Կանչեցին Գաբրիելին, որը դժկամությամբ եկավ։ Նրան դուր չէր գալիս այդ ուշադրությունը, այդ մշտական բացահայտումը։ Էդուարդը հետաքրքրությամբ դիտում էր նրան, կարծես ինչ-որ բան գնահատելով։ Գաբրիել Ալավերդյան, ասաց նա մտածկոտ։ Ալավերդյան։ Դուք պատահաբար Հրաչ Ալավերդյանի որդին եք։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Գաբրիելը լայն բացեց աչքերը, զարմացած։ Դուք ճանաչում էիք հորս։ Էդուարդը ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ տխրություն կար։ Ճանաչում էի։ Հրաչը լավագույններից էր։ Բացառիկ վարորդ, փայլուն մեխանիկ։ Մենք երկար տարիներ միասին ենք աշխատել, նախքան նրա շրջանից դուրս գալը։ Երբ իմացա վթարի մասին, սարսափեցի։ Նա ուշադիր նայեց Գաբրիելին։ Դու շատ նման ես նրան։ Նույն աչքերը, նույն արտահայտությունը, երբ կենտրոնացած ես։ Գաբրիելը չգիտեր, ինչ ասել։ Կլարիսան մոտեցավ, պաշտպանողաբար ձեռքը դնելով տղայի ուսին։ Պարոն Կարապետյան, Գաբրիելը շատ բաների միջով է անցել։ Գուցե սա լավագույն պահը չէ նրա հոր մասին խոսելու համար։ Բայց Էդուարդը գլուխը թափահարեց։ Հասկանում եմ, բայց բաներ կան, որ դուք պետք է իմանաք։ Բաներ Հրաչի այն մասին, թե ինչ պատահեց նրա մահից հետո։ Նա նայեց Մարտիրոսին։ Կարող ենք առանձին խոսել։ Կարող է։ Գնացին գրասենյակ։ Էդուարդը պատմեց այն, ինչ գիտեր։ Հրաչի մահից հետո մեծ խառնաշփոթ էր առաջացել նրա ունեցվածքի ժառանգության շուրջ։ Հրաչը մրցարշավային մեքենաների նախապատրաստման փոքր ընկերություն ուներ, սեփականություն, ներդրումներ։ Հսկայական հարստութ։ Յուն չէր, բայց զգալի էր։ Կտակ կար, Էդուարդը դա գիտեր, քանի որ Հրաչը մի անգամ նշել էր։ Բայց վթարից հետո այդ կտակը պարզապես անհետացել էր։ Այն ժամանակ փորձեցի օգնել, ասաց Էդուարդը։ Բայց իրավիճակը բարդացավ։ Փաստաթղթերով զբաղվող մի փաստաբան կար, դոկտոր Աղասյան անունով։ Բայց նա էլ անհետացավ։ Փակեց գրասենյակը, ոչ ոք այլս նրանից լուր չունեցավ։ Եվ կար Հրաչի եղբայրը Մարկոսը։ Նրանք հեռացած էին միմյանցից, տարիներ առաջ վիճել էին բիզնեսի պատճառով։ Մարկոսը վթարից հետո հայտնվեց, ասելով, որ ամեն ինչի մասին հոգ կտանի, որ ինքը կմնա Գաբրիելի հետ։ Բայց նա չմնաց, ասաց Կլարիսան։
Գաբրիելը հայտնվեց հարանների, իսկ հետո ապաստարանի մոտ։ Էդուարդը մռայլորեն գլխով արեց։ Դա էլ ես պատկերացնում էի։ Մարկոսը, հավանաբար, ավելի շատ հետաքրքրված էր ունեցվածքով, քան եղբորորդով։ Երբ հասկացավ, որ կտակն անհետացել է, ժառանգությունը խճճված է, երի հանձնվել է։ Տղային թողել է։ Գաբրիելը լուր լսում էր ամեն ինչ, յուրացնելով տեղեկություններ, որոնք լիովին փոխում էին նրա պատկերացումը այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել հոր մահից հետո։ Նա միշտ գիտեր, որ ինչ-որ բան այն չէ, որ իրերն այնպես չեն, ինչպես պետք է լինեին։ Բայց ապացույցներ չուներ, զգացողությունից բացի ոչինչ։ Ես կարող եմ օգնել ձեզ հետաքննել սա, առաջարկեց Էդուարդը։ Ես կապեր, ռեսուրսներ ունեմ։ Եթե այստեղ անարդարություն կա, կարող ենք փորձել ուղղել այն։ Մարտիրոսն ու Կլարիսան հայացքներով խոսեցին։ Սա ավելի մեծ էր, քան նրանք պատկերացնում էին։ Դա պարզապես փողոցի տղա չէր, որն օգնության կարիք ուներ։ Դա մի տղա էր, որին հնարավոր է գողացել էին իր սեփական պատմությունից, իր սեփական ապագայից։ Շատ լավ կլիներ, դոկտոր Էդուարդ, ասաց Մարտիրոսը։ Բայց հիմա առաջնահերթությունը Գաբրիելի մասին հոգ տանելն է։ Նա Կլարիսայի հետ է ապրում, կսկսի սովորել։ Մենք պետք է նրան կայունություն տանք, նախքան անցյալի այդ հարցերին անդրադառնալը։ Էդուարդը համաձայնեց։ Լիովին հասկանում եմ։ Ես մի քանի զգույշ հետաքննություններ կսկսեմ։ Մինույն ժամանակ, Գաբրիել, եթե որևէ բանի կարիք ունենաս, կարող ես ինձ վրա հույս դնել։ Նա այցեքարտ տվեց Մարտիրոսին։ Զանգահարեք ինձ, եթե օգնության կարիք ունենաք։ Ինչ էլ որ լինի։ Երբ Էդուարդը գնաց, Գաբրիելը նստած էր գրասենյակի բազմոցին, մարսելով ամեն ինչ։ Կլարիսան նստեց նրա կողքին։ Ինչպես ես քեզ զգում այս ամենից հետո։ Գաբրիելը դիպավ շապիկի տակ գտնվող կախազարդին։ Ես միշտ գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Հայրս իրեր ուներ։ Իր արհեստանոցն ուներ, բնակարանն ուներ, որտեղ մենք ապրում էինք։ Նրա մահից հետո ամեն ինչ անհետացավ։ Հորեղբայր Մարկոսը հայտնվեց, ասաց, որ ինձ կխնամի, բայց հետո ինձ թողեց հարանների մոտ ու անհետացավ։ Այլս նրան չտեսա։ Հիշողություն ունես, որը կարող է օգնել։ Ինչ-որ բան, որ հայրդ ասել է, պահել է։ Գաբրիելը երկար մտածեց։ Նա շատ էր խոսում այս բանալու մասին, ասաց նա, կախազարդը հանելով շապիկի տակից ցույց տալով Կլարիսային։ Ասում էր, որ այն առանձնահատուկ է։ Որ մի օր այն ինձ ցույց կտա ճանապարհը։ Ես միշտ կարծում էի, որ դա ուղղակի խոսքից է, գիտեք, փոխաբերական իմաստով։ Կլարիսան նրբորեն վերցրեց կախազարդը մատների արանքում, դիտելով այն։ Դա փոքրիկ պտուտակահան էր, մաշված, բայց գեղեցիկ, ամրացված կաշվե թելին։ Հին էր թվում։ Կարելի է, հարցրեց նա, Գաբրիելը գլխով արեց։ Նա ավելի մոտիկից զննեց ինչ-որ բան նկատեց։ Գաբրիել, նայիր այստեղ։ Հիմքի վրա ինչ-որ բան է փորագրված։ Գաբրիելը մոտեցավ, նայելով։ Իրոք մի փոքրիկ, գրեթե անտեսանելի գրություն կար։ Թվեր։ Կոդի է նման, մրմնջաց նա։ Կլարիսան սեղանից խոշորացույց վերցրեց, ավելի լավ զննեց։ Կոդ չէ։ Հասցե է։ Նայիր, Մաշտոցի պողոտա, 1800։ Նրանք իրար նայեցին, երկուսի սրտերն էլ արագացան։ Հնարավոր է, որ կախազարդը պարզապես խորհրդանշական չէր, որ իրականում գաղտնիք էր պահում։ Մենք պետք է այնտեղ գնանք, ասաց Գաբրիելը, հուզմունքն ու վախը խառնված ձայնում։ Կլարիսան տատանվեց։ Գուցե ավելի լավ է սպասենք։ Խոսենք Մարտիրոսի, դոկտոր Էդուարդի հետ։ Բայց Գաբրիելը գլուխը թափահարեց։ Հայրս սա ինձ համար է թողել։ Եթե այդ հասցեում ինչ-որ բան կա, դա ինձ համար է։ Ես պետք է իմանամ։ Կլարիսան նայեց այդ 11 տարեկան տղային, այնքան վճռական, այնքան խիզախ, չնայած այն ամենին, ինչի միջով անցել էր, չհամարձակվեց մերժել։ Լավ։ Գնում ենք։ Բայց միասին։ Եվ զգույշ։ Այդ գիշեր, պառկած հյուրասենյակի մահճակալին, որն այժմ իրենն էր, Գաբրիելը բռնեց կախազարդը, մտածեց հոր մասին։ Մտածեց բոլոր հիշողությունների, բոլոր դասերի, բոլոր խոսքերի մասին, որոնք այժմ նոր իմաստ էին ստանում։
Հայրը գիտեր, որ իր հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Դրա համար էր հետքեր թողել։ Դրա համար էր տեղեկությունները թաքցրել այնպես, որ միայն Գաբրիելը կարողանար գտնել։ Եվ հիմա, աշխարհում մենակ մնալուց ի վեր առաջին անգամ, Գաբրիելը զգում էր, որ նպատակ ունի։ Դա պարզապես գոյատելը չէր։ Դա ճշմարտությունը բացահայտելն էր։ Դա այն վերականգնելն էր, ինչն իրենն էր իրավունքով։ Դա հոր հիշատակը պատվելն էր։ Դրսում երանը շնչում էր իր գիշերային գոյությունը։ Եվ քաղաքի ինչ-որ մի տեղ մարդիկ, որոնք փորձել էին ջնջել Գաբրիել Ալավերդյանին պատմությունից, պատրաստվում էին բացահայտել, որ նրան այդքան էլ հեշտ չէ վերացնել։ Որ շարժիչներ լսող տղան գիտեր նա լսել ստի մեջ թաքնված ճշմարտությունը։ Եվ որ, ինչպես իր հայրը, նա չէր հանձնվի, մինչ չգտներ բոլոր պատասխանները։ Մաշտոցի Պողոտան երանի ամենաբանուկ զարկեր։ Ակներից մեկն էր, բաբախելով կյանքով, արտրով պատմությամբ։ Կլարիսան Գաբրիելը ավտոբուսից իջան 1600 համարի մոտ քայլեցին մայթով, դիտելով հին շենքերը, որոնք համակեցում էին ժամանակակից կառույցների հետ։ Գաբրիելը կախազարդը բռունցքի մեջ էր սեղմել, կարծես դա իրեն առաջնորդող կողմնացույց լիներ։ 1800 համարը համապատասխանում էր 6 հարկանի արտրային շենքի, հնացած մարմարե ճակատով մեծ պատուհաններով։ Առաջին հարկում էլեկտրական նյութերի խանութ էր գործում։ Նրանք մտան նեղ նախասրահ, որտեղ մի տարեց դռնապան փոքր սեղանի հետում թերթ էր կարդում։ Ներողություն, քաղաքավարի ասաց Կլարիսան։ Մենք տեղեկություններ ենք փնտրում մեկի մասին, ով այստեղ է աշխատել։ Մոտ 2 տարի առաջ, գուցե։ Հրաչ Ալավերդյան։ Դռնապանը թերթից հայացքը բարձրացրեց, կասկածամտորեն նայելով նրանց։ Հրաչ Ալավերդյան։ Որքան հիշում եմ, այդ անունով այստեղ ոչ ոք չկա։ Գաբրիելը մի քայլ առաջ արեց։ Նա իմ հայրն էր։ Խնդրում եմ, պարոն։ Կարոր է։ Տղայի դեմքի մեջ ինչ-որ բան, երի, հուզեց ծեր դռնապանին, քանի որ նրա արտա հայտությունը մեղմացավ։ Հա, իր թե։ Թող տեսնեմ։ Նա դարակ բացեց հին տետր հանեց, թերթելով դեղնած էջերը։ Ալավերդյան, Ալավերդյան։ Ահա, այստեղ։ Հրաչ Ալավերդյան։ Նա այստեղ չի աշխատել, բայց տարածք էր վարձակալում։ 305 սենյակը։ Օգտագործում էր որպես պահեստ, երի։ Բայց վաղուց է, ինչ ոչ ոք այդ սենյակի վարձը չի վճարում։ Երի արդեն ամեն ինչ կնքված է։ Գաբրիելի սիրտը սկսեց արագ բաբախել։ Կարող եք թույլ տալ տեսնել սենյակը։ Խնդրում եմ։ Դռնապանը տատանվեց, քորելով նոսր մորուքը։ Տես, չպետք է թույլ տամ։ Բայց եթե դու նրա որդին ես։ Նա մի կապ բանալի վերցրեց։ Ձեզ հետ կգամ։ Բայց միայն մի արագ հայացք, լավ։ Խնդիրներ չեմ ուզում շենքի կառավարչի հետ։ Բարձրացան աստիճաններով մինչ 3-րդ հարկ։ Միջանցքը վատ լուսավորված էր, բորբոսի թափված ներկի հոտ էր գալիս։ 305 սենյակը վերջում էր։ Դռնապանը մի քանի բանալի փորձեց, մինչ ճիշտը գտավ։ Կողպեքը դիմադրեց, ժամանակից ժանգոտած, բայց վերջապես տեղի տվեց։ Սենյակը փոքր էր, ոչ ավելի, քան 12 քառակուսի մետր։ Փոշոտ, մութ, ընդամենը մեկ պա։ Տուհանով, որը ծածկված էր պատրված վարագույրով։ Բայց այն դատարկ չէր։ Պատի տակ արկղեր էին դարսված, ժանգոտած մետաղյա պահարան, անկյունում բրեզենտով ծածկված մի մեծ բան։ Գաբրիելը դանդաղ մտավ, սիրտը կրծքում բախելով։ Կլարիսան հետեց նրան, միացնելով հեռախոսի լապտերը։ Դռնապանը մնաց դռան մոտ, հետաքրքրությամբ դիտելով։ Գաբրիելն ուղիղ գնաց դեպի արկղերը։ Բացեց առաջինը, գտավ փաստաթղթեր, հին թղթեր, լուսանկարներ։ Վերցրեց լուսանկարներից մեկը, կուրծքը սեղմվեց։ Դա ինքն էր հոր հետ, երի 6 տարեկան, երկուսով մի մրցարշավային մեքենայի դիմաց։ Հայրը վարորդի կոմբինեզոնով էր, ժպտում էր, ձեռքը Գաբրիելի ուսերին։ Նա հիշում էր այդ օրը։ Հիշում էր երջանկությունը։ Կլարիսան զննում էր մետաղյա պահարանը։ Կարողացավ բացել դարակներից մեկը, գտավ պիտակներով դասավորված թղթապանակներ։ Գաբրիել, նայիր այստեղ։ Պայմանագրեր, սեփականության փաստաթղթեր։ Շատ բան կա։ Բայց Գաբրիելի ուշադրությունն ամենաշատը գրավեց այն, ինչ բրեզենտի տակ էր։
Նա քաշեց կտորը, փոշին օդ բարձրացնելով, բացահայտեց մի գեղեցիկ, դասական մոտոցիկլետ, կարմիր քրոմապատ, հին Հարլի Դեվիդսոն, պահպանված ինչպես գոհար։ Գաբրիելը ձեռքն անցկացրեց սառը թափքի վրայով, զգալով կապը հոր հետ։ Նա հիշում էր այս մոտոցիկլետը։ Հայրը սիրում էր այն։ Ամեն ինչ այստեղ է, մրմնջաց Գաբրիելը, հիացած։ Նա ամեն ինչ այստեղ է պահել։ Դռնապանը կոկորդը մաքրեց։ Տես, կարող եք տանել այն, ինչ ձերն է։ Բայց պետք է կառավարչին տեղեկացնեմ, սա ճիշտ անեմ։ Կլարիսան գլխով արեց։ Հասկանում ենք։ Բայց կարող ենք վաղը վերադառնալ փաստաթղթերով, որոնք ապացուցում են, որ Գաբրիելը Հրաչի որդին է։ Մեկին բերենք, որ օգնի այս իրերը տեղափոխել։ Կարող եք։ Միայն փաստաթղթերը բերեք։ Այդ գիշեր, Կլարիսայի տանը, նրանք զննեցին մի քանի փաստաթղթեր, որոնք կարողացել էին պայուսակով բերել։ Դրանք հին պայմանագրեր էին, անդորրագրեր, նամակագրություն։ Եվ հետո Կլարիսան մի կարևոր բան գտավ, դոկտոր Աղասյանից նամակ, թվագրված Հրաչի մահից 3 ամիս առաջ։ Նամակում նշվում էր պատրաստվող կտակի մասին, խնդրվում էր, որ Հրաչը ներկայանա գրասենյակ, վերջնական տարբերակը ստորագրելու համար։ Սա ապացուցում է, որ կտակը գոյութ յուն է ունեցել, ասաց Կլարիսան, ոգորված։ Մենք պետք է սա ցույց տանք դոկտոր Էդուարդին։ Գաբրիելը գլխով արեց, բայց միտքը այլ տեղ էր։ Մտածում էր հորեղբոր Մարկոս Ալավերդյանի մասին։ Եթե կտակ կար, հորեղբայրը պետք է իմանար։ Եվ եթե գիտեր, ինչու էր ծածնում, թե չկա։ Հաջորդ օրը Գաբրիելը սկսեց հաճախել դպրոց։ Կլարիսան կարողացել էր նրան գրանցել Երանի թիվ 120 դպրոցում, իր տնից ընդամենը 6 թաղամաս հեռու։ Դա մեծ դպրոց էր, ավելի քան 600 աշակերտով, Գաբրիելն իրեն փոքր ու անտեսանելի զգաց, երբ ամիսներ անց առաջին անգամ անցավ դարպասով։ Տնօրենը, տիկին Մարինեն, սպիտակ մազերով բարի աչքերով մի կին, նրան ջերմորեն ընդունեց։ Նա գիտեր տղայի պատմությունը, Կլարիսան ամեն ինչ պատմել էր։ Բարի գալուստ, Գաբրիել։ Դու լինելու ես 6-րդ Բ դասարանում։ Ուսուցչուհի Անահիտը հիանալի է, նա քեզ դուր կգա։ Առաջին օրերը դժվար էին։ Գաբրիելը սովոր չէր ռեժիմին, կանոններին, այլ երեխաների մշտական ներկայությանը։ Ոմանք նրան ճանաչում էին վիրուսային տեսանյութից մատնացույց էին անում, շշնջում։ Մյուսները պարզապես նտեսում էին նրան։ Նա նստում էր դասարանի հետում, լուռ, փորձելով անտեսանելի լինել։ Մի շաբաթ անց, բնագիտության դասին, ինչ-որ բան փոխվեց։ Ուսուցչուհի Անահիտը խնդրեց, որ աշակերտները զույգեր կազմեն վերականգնվող էներգիայի մասին նախագծի համար։ Գաբրիելը մնաց մենակ, ինչպես միշտ, մինչ մի աղջիկ նստեց նրա կողքին։ Նրա անունը Լիլիթ էր, նա էլ 11 տարեկան էր, կարմիր շրջանակով ակնոց էր կրում, գանգուր մազերն հավաքել էր գլխի վերում։ Բար, ասաց նա պարզ։ Դու Գաբրիելն ես, չէ՞։ Մեքենաների տեսանյութի տղան։ Գաբրիելը գլխով արեց, լարված, սպասելով ծաղրի կամ ներխուժող հետաքրքրասիրության։ Բայց Լիլիթը պարզապես ժպտաց։ Հետաքրքիր է։ Ես էլ եմ սիրում մեխանիկա։ Պապիկս մոտոցիկլետների արհեստանոց ունի։ Արձակուրդներին ինձ սովորեցնում է։ Ուզում ես նախագիծը ինձ հետ անես։ Այդ դպրոց մտնելուց ի վեր առաջին անգամ Գաբրիելը ժպտաց։ Ուզում եմ։ Լիլիթը տարբեր էր։ Նա նրան չէր վերաբերվում որպես հայտնիի կամ հետաքրքրության առարկայի։ Վերաբերվում էր որպես համադասարանցու, ընկերոջ։ Խոսում էին մեքենաների, շարժիչների, իրերի աշխատանքի մասին։ Նա հետաքրքիր գաղափարներ ուներ նախագծի համար, Գաբրիելը նպաստում էր իր գիտելիքներով։ Առաջին անգամ նա իրեն պարզապես երեխա զգաց։ Նորմալ։ Ընդունված։ Մինչ Գաբրիելի կյանքը որոշակի նորմալություն էր ձեռք բերում, Էդուարդ Կարապետյանն աշխատում էր կուլիսներում։ Նա մասնավոր հետախույզ էր վարձել, գտնելու անհետացած փաստաբանին, դոկտոր Աղասյանին, գտնելու Մարկոս Ալավերդյանին։ Լուրերը երկար չսպասեցրին։ Դոկտոր Աղասյանն ապրում էր Վանաձորում, Երանից հեռացել էր, իր մասնագիտական գործունեությունն ավարտելուց հետո, առողջական խնդիրներ պատճառաբանելով։ Հետախույզին հաջողվել էր կապ հաստատել նրա հետ, փաստաբանը, արդեն տարեց ու զղջացող, կարևոր տեղեկություններ էր բացահայտել։ Նա հաստատել էր, որ կտակ էր պատրաստել Հրաչ Ալավերդյանի համար։
Այդ կտակում հրաչն իր ողջ ունեցվածքը թողնում էր իր որդի Գաբրիելին օրինական խնամակալներ էր նշանակում, մտերիմ ընկերների մի զույգի, Կարեն Աննա Ֆիդանյաններին, որոնք պետք է հոգ տանեին տղայի մասին, եթե իր հետ ինչ-որ բան պատահեր։ Բայց հրաչի մահից մի քանի օր անց Մարկոս Ավերտյանը հայտնվել էր դոկտոր Աղասյանի գրասենյակում, համոզիչ պատմությամբ։ Ասել էր, որ ինքը միակ եղբայրն է, որ արդեն ամեն ինչ պայմանավորվել է Ֆիդանյանների հետ, որ նրանք հրաժարվել են խնամակալությունից։ Ճնշել էր փաստաբանին տալու բնօրինակ փաստաթղթերը, պնդելով, որ հրատապ է լուծել եղբորորդու իրավիճակը։ Դոկտոր Աղասյանը, միամիտ հուզված Մարկոսի թվացյալ անհանգստությունից, տվել էր կտակի պատճենը։ Բայց օրեր անց, երբ փորձել էր կապվել Մարկոսի հետ, փաստաթղթերը կարգավորելու համար, տղամարդն անհետացել էր։ Եվ կարճ ժամանակ անց ինքը, դոկտոր Աղասյանը, սկսել էր քողարկված սպառնալիքներ, տարօրինակ հեռախոսազանգեր ստանալ։ Վախեցած, որոշել էր փակել գրասենյակը, հեռանալ Երանից։ Նրան ստիպել են, բացատրեց Էդուարդը Մարտիրոսին Կլարիսային արհեստանոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Եվ օրինական խնամակալները, որոնց հրաչն ընտրել էր, երբեք տեղեկացված չեն եղել։ Մարկոսն ամեն ինչ շահարկել է։ Իսկ հիմա ո՞ր է այդ Մարկոսը, զայրացած հարցրեց Մարտիրոսը։ Մենք նրա տեղը գտնում ենք։ Իմ հետախույզն արդեն հասցե ունիս։ Անուն։ Կուղարկեմ ծանուցում։ Որպես հորեղբայր ամենամոտ ազգական, նա օրինական պարտականություններ ունի Գաբրիելի նկատմամբ։ Պետք է բացատրի, թե ինչու է լքել տղային։ Մի շաբաթ օր, երկու շաբաթ անց Մարկոս Ալավերդյանը վերջապես հայտնվեց։ Գաբրիելն արհեստանոցում գորգին օգնում էր մի գոլֆի հետ, երբ դիմացը տաքսի կանգնեց։ Մի տղամարդ դուրս եկավ, բարձրահասակ, լայնաթիկունք, մուգ մազերով, որոնք արդեն ճերմակել էին քունքերին։ Հագին ուներ ջինս պոլո շապիկ, ուներ նույն դիմագծերը, ինչ հրաչը։ Նմանությունը ստիպեց Գաբրիելի սրտին սեղմվել։ Մարկոսը մտավ արհեստանոց, շուրջը նայելով, կարծես ինչ-որ բան փնտրելով։ Երբ աչքերը հանգրվանեցին Գաբրիելի վրա, նա կանգ առավ։ Երկար մի պահ հորեղբայրն ու եղբորորդին պարզապես իրար էին նայում։ Գաբրիել, վերջապես ասաց Մարկոսը, խռպոտ ձայնով։ Մեծացել ես։ Գաբրիելը չպատասխանեց։ Չգիտեր, ինչ զգալ։ Զայրո, իդ։ Վիրավորանք։ Հետաքրքրասիրություն։ Ամեն ինչ միաժամանակ։ Մարտիրոսը մոտեցավ, պաշտպանողաբար կանգնելով Գաբրիելի մոտ։ Դուք պետք է որ Մարկոս Ալավերդյանը լինեք։ Մենք ձեզ սպասում էինք։ Մարկոսը գլխով արեց, աչքերը Գաբրիելից չկտրելով։ Գիտեմ։ Ստացել եմ դոկտոր Էդուարդի փաստաբանի ծանուցումը։ Եկել եմ, հենց որ կարողացել եմ։ Նա մի քայլ արեց դեպի Գաբրիելը։ Տղա, գիտեմ, որ դու երիզայրացած ես ինձ վրա։ Եվ դրա բոլոր իրավունքներն ունես։ Ես քեզ հիասթափեցրի։ Հորդ մահից հետո, ես չգիտեի, ինչ անել։ Եվ վերջում սխալ որոշումներ կայացրի։ Դուք ինձ լքեցիք, ասաց Գաբրիելը, ձայնը դողացող, բայց վճռական։ Ասացիք, որ ինձ կխնամեք, ինձ թողեցիք օտարների մոտ։ Ես մենակ մնացի։ Մարկոսը փակեց աչքերը, ցավը տեսանելի էր դեմքին։ Գիտեմ։ Եվ դրա համար արդարացում չկա։ Հայրդ ու ես տարիներով վիճած էինք։ Փողի, հիմարության պատճառով։ Երբ նա մահացավ, ես կորած էի։ Չգիտեի, ինչպես քեզ խնամել։ Մտածեցի, որ ավելի հեշտ կլինի քեզ թողնել մարդկանց հետ, ովքեր գիտեին ինչ անել։ Բայց ես սխալվեցի։ Շատ սխալվեցի։ Կլարիսան, որը հեռվից հետում էր, մոտեցավ։ Դուք գիտեիք կտակի մասին։ Մարկոսը շրջվեց դեպի նրան։ Գիտեի։ Փաստաբանը ցույց տվեց ինձ։ Ես տեսա, որ հրաչն ուրիշ մարդկանց էր ընտրել Գաբրիելին խնամելու համար։ Դա ինձ զայրացրեց։ Մտածեցի, նա նույնիսկ ինձ չէր վստահում սեփական եղբորորդուն խնամելու համար։ Այնպես որ, ես մի հիմարություն արեցի։ Վերցրի փաստաթղթերը, անհետացա։ Ուզում էի ամեն ինչի հետ անհետանալ, ծածնել, թե դա գոյություն չունի։ Իսկ ժառանգությունը, խստորեն հարցրեց Մարտիրոսը։ Տղայի փողերը վերցրել ես։ Մարկոսը գլուխը թափահարեց։ Չկարողացա։
Հաշիվները սառեցված էին, անշարժ գույքը գրանցված էր հրաչի անունով, գծված կտակով։ Ես ոչինչ չէի կարող անել առանց բնօրինակ փաստաթղթի։ Այնպես որ հանձնվեցի և հեռացա։ Գաբրիելը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը, բայց թույլ չտվեց, որ թափվեն։ Դուք ինձ լքեցիք, որովհետև չկարողացաք գողանալ այն, ինչ իմն էր։ Մեղադրանքը կախվեց օդում։ Մարկոսը գլուխը խոնարհեց, ամաչելով։ Երբ այդպես ես ձակերպում, ավելի վատ է հնչում։ Բայց, այո։ Ես վախկոտ էի, Գաբրիել։ Ես ասեր։ Բայց երբ տեսա քո տեսանյութը համացանցում, երբ իմացա, որ դու գոյատել ես, որ լավ մարդկանց ես գտել, ես պետք է գայի։ Պետք է փորձեի ինչ-որ կերպ ուղղել։ Դուք չեք կարող ուղղել, ասաց Գաբրիելը, սառը ձայնով։ Դուք չեք կարող վերադարձնել այն 2 տարիները, որոնք ես մենակ եմ անցկացրել։ Չեք կարող ջնջել այն գիշերները, որոնք ես քաղցած, վախեցած եմ անցկացրել, փողոցում քնելով։ Մարկոսի աչքերում արցունքներ կային հիմա։ Գիտեմ։ Բայց կարող եմ փորձել այսուհետ այլ կերպ վարվել։ Կարող եմ օգնել քեզ վերականգնել այն, ինչ քոնն է։ Կարող եմ։ Կարող եմ լինել այն ընտանիքը, որը պետք է լինեի ի սկզբանե։ Գաբրիելը նայեց Կլարիսային, Մարտիրոսին, հետո նորից հորեղբորը։ Ես արդեն ընտանիք ունեմ։ Նրանք ինձ ընդունեցին, երբ ոչ ոք չուզեց։ Նրանք ինձ տուն տվեցին։ Մերժումը ցավեցրեց Մարկոսին, դա տեսանելի էր։ Բայց նա գլխով արեց։ Հասկանում եմ։ Բայց միևնույն է, ես ուզում եմ օգնել։ Ուզում եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմ սխալներն ուղղելու համար։ Էդուարդը շուտով ժամանեց իր փաստաբանի հետ։ Արհեստանոցի գրասենյակում երկար հանդիպում եղավ։ Մարկոսը համաձայնեց համագործակցել կտակի ժառանգության վերականգնման հարցում։ Բացատրեց, որ փաստաթղթի պատճենը սանում գտնվող պահատուփում է կհանձնի այն։ Դրանով հնարավոր կլիներ սկսել իրավական ընթացակարգերը Գաբրիելի իրավիճակը կարգավորելու համար։ Որոշվեց, որ Մարկոսը կարող է պարբերաբար այցելել Գաբրիելին, բայց ժամանակավոր խնամակալությունը կմնա Կլարիսայի մոտ, որն արդեն սկսել էր իրավական ընթացակարգերը խնամակալ դառնալու համար։ Մարկոսն ընդունեց պայմանները, թե ցավագին։ Դա ավելին էր, քան նա արժանի էր, նա դա գիտե։ Հաջորդ շաբաթների ընթացքում կյանքը շարունակեց իր ընթացքը։ Գաբրիելը գնում էր դպրոց, նախագիծն անում էր Լիլիթի հետ, աշխատում էր արհեստանոցում կեսօրից հետո։ Մարկոսը հայտնվում էր շաբաթ օրերին, փորձելով կամուրջ կառուցել եղբորորդու հետ։ Անհարմար էր, լարված, բայց Գաբրիելը սկսեց նկատել, որ հորեղբայրն անկեղծ է իր զղջման մեջ։ Դա չէր ջնջում այն, ինչ տեղի էր ունեցել, բայց դա սկիզբ էր։ Մի երեքշաբթի երեկո ամեն ինչ նորից փլուզվեց։ Կլարիսան ու Գաբրիելը տանն էին, երբ հեռախոսը զանգեց։ Մարտիրոսն էր, ձայնը փոխված։ Կլարիսա, արհեստանոց են ներխուժել։ Հետի պատուհանը կոտրել են ու մտել։ Պետք է հիմա այստեղ գաք։ 15 րոպեից հասան։ Ոստիկանությունն արդեն այնտեղ էր։ Հետի պատուհանը կոտրված էր, ապակիները թափված էին հատակին։ Արհեստանոցի ներսում ամեն ինչ տակնու վրա էր արված։ Գործիքները նետված, դարակները բաց, թղթերը ցրված։ Բայց կարծես ոչինչ չէր տարվել։ Թանկարժեք սարքավորումները, գործիքները, ամեն ինչ դեռ այնտեղ էր։ Սովորական գողություն չի եղել, ասաց ոստիկանը Մարտիրոսին։ Ով մտել է, կոնկրետ բան է փնտրել։ Առաջինը Գաբրիելը նկատեց։ Ձեռքը տարավ վզին, զգաց դատարկությունը։ Կախազարդը։ Իր փոքրիկ պտուտակահանը, հոր նվերը։ Այնտեղ չէր։ Նա միշտ հանում թողնում էր գրասենյակում, երբ աշխատանքի էր գնում, որ չկորցնի կամ չվնասի։ Վազեց այնտեղ ստուգեց դարակը, որտեղ պահում էր այն։ Դա տարգ։ Իմ բանալին են տարել, ասաց նա, դողացող ձայնով։ Հորս նվերն են տարել։ Կլարիսան գրկեց նրան, զգալով տղայի տագնապը։ Ով գիտեր կախազարդի մասին։ Ով գիտեր դրա կարողության մասին։ Մարտիրոսը հաջորդ առավոտ բոլոր մեխանիկներին հավաքեց ժողովի։ Գորգին, Վարդանին, 2 ավելի երիտասարդներին, Պավլին Հրաչին։ Բացատրեց, թե ինչ է պատահել, հարցրեց, թե արդյոք ինչ-որ մեկը ինչ-որ բան գիտի։ Հենց այդ ժամանակ Կլարիսան նկատեց։
Վարդանը նյարդային էր։ Չափազանց շատ էր շարժվում աթոռին, խուսափում էր տեսողական կոնտակտից, քրտնում էր, չնայած օդորակիչը միացված էր։ Եվ նրա թին քերծվածքներ կային, կարծես ապակուց կտրված լիներ։ Վարդան, ասաց նա ուղիղ։ Դու սրա մասին ինչ-որ բան գիտես։ Բոլորի հայացքներն ուղղվեցին նրան։ Վարդանը կարմրեց։ Ես։ Ինչու՞մ պետք է իմանայի։ Թիթ վրա քերծվածքներ կան։ Եվ նյարդային ես։ Վարդանը կտրուկ վեր կացավ, պաշտպանվելով։ 3 մեքենայի վրա աշխատելիս եմ վնասվել։ Եվ նյարդային եմ, որովհետև ինձ առանց պատճառի եք մեղադրում։ Բայց Մարտիրոսն արդեն կասկածով էր նայում նրան։ Վարդան, դու Գաբրիելին միշտ վատ ես վերաբերվել, երբ նա եկել է։ Միշտ դեմ ես եղել, որ նա այստեղ մնա։ Ինչո՞վ։ Վարդանը բերանը բացեց ու փակեց, բառեր փնտրելով։ Հետո, բոլորի համար անսպասելի, նորից նստեց գլուխը դրեց ձեռքերի մեջ։ Ես ոչինչ չեմ գողացել, մրմնջաց նա։ Բայց գիտեմ, թե ով է գողացել։ Ծանր լռություն։ Խոսիր, հրամայեց Մարտիրոսը։ Վարդանը բարձրացրեց աչքերը, դրանցում այժմ վախ կար։ Մի քանի տղամարդ ինձ մոտեցան 2 շաբաթ առաջ։ Ասացին, որ ինչ-որ կարևոր մեկի համար են աշխատում։ Տեղեկություններ էին ուզում Գաբրիելի մասին։ Նրա ունեցածի, իմացածի մասին։ Ես ասացի, որ ոչինչ չգիտեմ, բայց նրանք պնդեցին։ Փող առաջարկեցին։ Գաբրիելի արյունը սառեց։ Եվ դու համաձայնեցիր։ Ես միայն ասացի, որ դու կախազարդ ունես, ասաց Վարդանը ցածր, ամոթահար ձայնով։ Որ պահում ես, կարծես կարևոր բան լինի։ Ես չէի մտածում, որ կգողանան։ Երդվում եմ։ Մարտիրոսը զայրացած էր։ Դու տեղեկություններ ես վաճառել մի երեխայի մասին։ Մի երեխայի, որը մեր պաշտպանության տակ է։ Ես պարտքեր ունեմ, Մարտիրոս, պայթեց Վարդանը։ Մեծ պարտքեր։ Նրանք ինձ 5000 դրամ վճարեցին միայն տեղեկության համար։ Ինձ պետք էր։ Կլարիսան զզվանք զգաց։ Ովքեր էին այդ մարդիկ։ Չգիտեմ։ Անուններ չտվեցին։ Բայց նշեցին մի դոկտոր Աղասյանի մասին։ Ասացին, որ նա կարևոր տեղեկություններ ունի Գաբրիելի հոր մասին, որ պետք է գտնեն այն ամենը, ինչ տղան հորից ունի։ Գաբրիելն ու Կլարիսան իրար նայեցին։ Դոկտոր Աղասյան։ Բայց փաստաբանն օգնում էր, նրանց կողմից էր։ Թե։ Ոչ։ Էդուարդին անմիջապես տեղեկացրին։ Նա կապվեց իր հետախույզի հետ, որը գնաց Վանաձոր ստուգելու։ Լուրերն անհանգստացնող էին։ Դոկտոր Աղասյանը նորից անհետացել էր։ Նրա տունը դատարկ էր, պայքարի նշաններ չկային, բայց նա պարզապես այլս այնտեղ չէր։ Կամ նա փախել է, մռայլորեն ասաց Էդուարդը, կամ ինչ-որ մեկը նրան բռնել է։ Ամեն դեպքում, սա շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում էինք։ Ինչ-որ մեկը հետաքրքրված է Հրաչ Ալավերդյանի անցյալը ջնջելով։ Եվ այդ ինչ-որ մեկը Գաբրիելին որպես սպառնալիք է տեսնում։ Վարդանին անմիջապես աշխատանքից հեռացրին։ Մարտիրոսը պարզ հասկացրեց, որ այլս չի ուզում նրան տեսնել արհեստանոցի մոտ։ Մեխանիկը գլխիկոր հեռացավ, տանելով իր գործիքները, առաջին անգամ Գաբրիելը խղճաց նրան։ Նա պարզապես թույլ մարդ էր, որը սխալ ընտրություն էր կատարել։ Բայց այդ ընտրության հետանքները մեծ էին։ Այդ գիշեր Գաբրիելը չկարողացավ քնել։ Պառկած նայում էր առաստաղին, մտածելով կորած կախազարդի, հոր խոսքերի մասին։ Բանալին, որը ցույց կտար ճանապարհը։ Ինչ էր այն իրականում նշանակում։ Արդյոք այն պարզապես խորհրդանշական էր, թե ավելին կար։ Եվ հետո նա հիշեց։ Երբ Մաշտոցի պողոտայի սենյակում էին, նա տեսել էր մի փոքրիկ, հին տուփ, հատուկ կողպեքով փակված։ Այն ժամանակ դրա մասին շատ չէր մտածել, կենտրոնացած էր փաստաթղթերի վրա։ Բայց հիմա, հիշելով, նկատեց, որ կողպեքն անսովոր ծուն էր։ Սովորական կողպեք չէր։ Վեցանկյուն կողպեք էր, ճիշտ։ Տփոքր պտուտակահանի չափի։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Հնարավոր է, որ կախազարդը պարզապես խորհրդանիշ չէր, այլ բառացի բանալի։ Եվ եթե այդպես է, ինչ կար այդ տուփի մեջ։ Նա պետք է վերադառնար այդ սենյակ։
Պետք է ստուգեր, նախքան կախազարդը գողացողը կբացահայտեր դրա իրական գործառույթը։ Բայց ինչպես պետք է վերականգներ բանալին։ Ո՞ն մոտ էր այն հիմա։ Եվ ինչ կանեին դրանով, երբ բացահայտեին դրա գաղտնիքը։ Գաբրիելը փակեց աչքերը, ամուր սեղմելով, փորձելով քաջություն գտնել։ Նա Հրաչ Ալավերդյանի որդին էր։ Ուներ նույն տաղանդը, նույն վճռականությունը։ Եվ թույլ չէր տա, որ ջնջեն հոր հիշատակը։ Թույլ չէր տա, որ գողանան այն, ինչ իրենն էր իրավունքով։ Դրսում քաղաքն անհանգիստ քնում էր։ Եվ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը պտուտակահանի տեսքով փոքրիկ կախազարդ էր բռնել, դեռ լիովին չհասկանալով, թե ինչ ունի ձեռքին։ Բայց շուտով կբացահայտեր։ Եվ երբ դա տեղի ունենար, ժամանակի դեմ մրցավազքն իսկապես կսկսվեր։ Այն բացահայտումը, որ կախազարդը կարող էր բառացի բանալի լինել, ամեն ինչ փոխեց։ Հաջորդ առավոտ Գաբրիելը իր տեսությունը պատմեց Կլարիսային, Էդուարդին Մարտիրոսին։ Բոլորը համաձայնեցին, որ պետք է անմիջապես վերադառնալ Մաշտոցի պողոտայի սենյակ, բայց այժմ կրկնակի զգուշությամբ։ Եթե ինչ-որ մեկը գողացել էր կախազարդը, հենց դա փնտրելով, նրանց կարող էին հետել։ Էդուարդը 2 մասնավոր թիկնապահ բերեց։ Շաբաթ առավոտյան գնացին սենյակ, ծեր դռնապանը առանց խնդիրների թույլ տվեց նրանց մտնել, քանի որ արդեն ճանաչում էր Գաբրիելին։ Սենյակը ճիշտ այնպես էր, ինչպես թողել էին, փոշոտ ու լուռ, պահպանելով իր գաղտնիքները։ Գաբրիելն ուղիղ գնաց դեպի այն տուփը, որը տեսել էր առաջին այցի ժամանակ։ Այն մուգ մետաղից էր, կոշիկի տուփի չափ, ծանր։ Եվ այո, կողպեքն ուներ այն հատուկ վեցանկյունձը, ինչպես պտուտակի գլխիկ, միայն թե ավելի մեծ։ Գաբրիելի սիրտը բախում էր։ Իր կախազարդը կատարյալ կտեղավորվեր այնտեղ։ Սա էր, ասաց նա, խեղդված ձայնով։ Հայրս ինչ-որ բան է թաքցրել այստեղ բանալին ինձ մոտ է թողել։ Գիտեր, որ միայն ես կպահեմ այն։ Էդուարդը զննեց կողպեքը։ Հին, բայց արդյունավետ համակարգ է։ Առանց ճիշտ բանալու, գրեթե անհնար է բացել, առանց պարունակությունը ոչն։ Չացնելու։ Հայրդ խելացի էր։ Բայց հիմա ինչպես ենք բացելու, հարցրեց Կլարիսան։ Բանալին գողացել են։ Մարտիրոսի մտքով մի գաղափար անցավ։ Գաբրիել, դու ճիշտ հիշո՞ւմ ես, թե ինչպիսին էր կախազարդը։ Ամեն մանրամասն։ Գաբրիելը փակեց աչքերը, պատկերացնելով։ Նա հազարավոր անգամներ դիպել էր այդ առարկային, գիտեր յուրաքանչյուր հետք, յուրաքանչյուր անկատարություն։ Հիշում եմ։ Ամեն ինչ հիշում եմ։ Ուրեմն կարող ենք կրկնօրինակ պատրաստել։ Ես մի ընկեր ունեմ, որը ճշգրիտ մետաղամշակմամբ է զբաղվում։ Եթե դու ճշգրիտ նկարես, թե ինչպիսին էր, նա կարող է պատրաստել։ 3 օր պահանջվեց։ Գաբրիելը նկարեց կախազարդը բոլոր անկյուններից, նշելով յուրաքանչյուր չափս, յուրաքանչյուր մանրամասն։ Մետաղամշակողը միլիմետրային ճշգրտությամբ աշխատեց, երբ վերջապես հանձնեց կտորը, այն կատարյալ կրկնօրինակ էր։ Երեքշաբթի կեսօրին վերադարձան սենյակ։ Էդուարդը լարված էր, թիկնապահները զգոն։ Գաբրիելը դողացող ձեռքերով բռնեց կրկնօրինակը, տեղադրեց կողպեքի մեջ։ Մի պահ այն չպտտվեց, նրա սիրտը կանգ առավ։ Բայց հետո, մեղմ կտտոցով, կողպեքը տեղի տվեց։ Գաբրիելը դանդաղ բացեց տուփը։ Ներսում, պաշտպանիչ պլաստիկի մեջ փաթաթված, փաստաթղթեր կային։ Շատ փաստաթղթեր։ Եվ մի մեծ ծրար, իր անունով, հոր ձեռագրով գրված։ Արցունքներն աչքերին, Գաբրիելը վերցրեց ծրարը, բացեց այն։ Ներսում ձեռագիր նամակ կար։ Նա անմիջապես ճանաչեց Հրաչի ձեռագիրը։ Իմ սիրելի որդի, սկսվում էր նամակը, Գաբրիելի ձայնը կտրվեց, երբ փորձեց բարձրաձայն կարդալ։ Կլարիսան նրբորեն վերցրեց նամակը նրա ձեռքերից։ Ուզում ես, ես կարդամ քեզ համար։ Գաբրիելը գլխով արեց, անկարող խոսելու։ Կլարիսան սկսեց կարդալ, նրա ձայնը մեղմ էր, բայց վճռական։ Իմ սիրելի որդի, եթե դու սա կարդում ես, նշանակում է, ինձ հետ ինչ-որ բան է պատահել։ Ես միշտ գիտեի, որ իմ աշխատանքը, իմ կյանքը որոշակի ռիսկեր ունեն։ Ոչ միշտ եմ ամենաանվտանգ ընտրություններն արել, գուցե ներգրավել եմ մարդկանց հետ, որոնց հետ չպետք է։ Բայց այն ամենը, ինչ արել եմ քո մասին մտածելով, մեզ երկուսիս համար ավելի լավ ապագա կառուցելու համար։
Նամակը շարունակվում էր, բացատրելով, որ հրաչը անօրինականություններ էր բացահայտել մի ընկերությունում, որտեղ մեխանիկական խորհրդատվության ծառայություններ էր մատուցում։ Մրցարշավային մեքենաները կեղծվում էին, մրցումների արդյունքները շահարկվում, շատ փող էր ներգրավված։ Նա ապացույցներ էր հավաքել, փաստաթղթեր, որոնք վարկաբեկում էին հզոր մարդկանց։ Եվ դրա համար գիտեր, որ վտանգի տակ է։ Ես ամեն ինչ պահել եմ այստեղ, այս վայրում, որը միայն դու կարող ես գտնել, հետելով իմ թողած հետքերին։ Կտակն այստեղ է, ինչպես նա իմ բացահայտածի ապացույցները։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մի վստահիր Մարկոսին։ Նա իր սեփական ամբիցիաներն ունի քո շահերն առաջին տե։ Ղում չի դնի։ Վստահիր Ֆիդանյաններին, Կարենին, Աննային։ Նրանք լավ են, ազնիվ, քեզ կսիրեն այնպես, ինչպես ես եմ քեզ սիրում։ Նամակն ավարտվում էր սիրո քաջալերանքի խոսքերով։ Դու շնորհք ունես, Գաբրիել։ Հազվագյուտ տաղանդ, որը ժառանգել ես ինձնից, բայց որը քոնն է, եզակի։ Այն լավ օգտագործիր։ Միշտ եղիր ազնիվ, աշխատասեր, բարի։ Եվ հիշիր։ Ես միշտ քեզ հետ կլինեմ, յուրաքանչյուր շարժիչում, որը դու կլսես, յուրաքանչյուր խնդրում, որը կլուծես։ Սիրում եմ քեզ, իմ որդի։ Հավերժ, քո հայր։ Հաջորդած լռությունը լի էր հուզմունքով։ Գաբրիելն այժմ բացահայտ լաց էր լինում, Կլարիսան նույնպես։ Մարտիրոսը քողարկված սրբում էր աչքերը, նույնիսկ Էդուարդը, որը միշտ այդքան զուսպ էր, տեսանելիորեն հուզված էր։ Բայց տուփում ավելին կար։ Փաստաթղթեր, որոնք ապացուցում էին այն ամենը, ինչ հրաչը պնդել էր։ Ֆինանսական հաշվետվություններ, խոսակցությունների ձայնագրություններ, տեխնիկական զեկույցներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են մեքենաները կեղծվում։ Եվ ներգրավված անունները ցնցող էին։ Ազդեցիկ գործարարներ, մարզական ֆեդերացիաների ղեկավարներ, շատ իշխանություն փող ունեցող մարդիկ։ Սա հսկայական է, մրմնջաց Էդուարդը, թերթելով փաստաթղթերը։ Այս ապացույցներով մենք կարող ենք շատ հզոր մարդկանց տապալել։ Բայց Գաբրիելը կենտրոնացած էր մեկ այլ փաստաթղթի վրա։ Հոր բնօրինակ կտակը, վավերացված ամբողջական։ Ամեն ինչ այնտեղ էր։ Հրաչն իր ողջ ունեցվածքը թողնում էր Գաբր։ Ելին, Կարեն Աննա Ֆիդանյաններին նշանակում էր օրինական խնամակալներ, թողնում էր հատուկ հրահանգներ, թե ինչպես պետք է կառավարվի իր ժառանգությունը, մինչ Գաբրիելը չափահաս դառնա։ Մենք պետք է գտնենք այդ Ֆիդանյաններին, ասաց Մարտիրոսը։ Տեսնենք, նրանք դեռ պատրաստ են հոգ տանել Գաբրիելի մասին։ Էդուարդը բացասական ժեստ արեց։ Արդեն փորձել ենք։ Նրանք 1 տարի առաջ տեղափոխվել են Պորտուգալիա։ Հետախույզին հաջողվել է կապ հաստատել, բայց նրանք բացատրել են, որ իրենց կյանքն այժմ այնտեղ է։ Աշխատանք ունեն, երեխաները դպրոցում են։ Այս պահին չեն կարող վերադառնալ Հայաստան։ Գաբրիելը հիասթափության խայտ զգաց, բայց նա հասկացողության։ Նրանք մարդիկ էին, որոնց հայրը վստահում էր, բայց կյանքն առաջ էր գնացել։ Չէր կարող նրանց մեղադրել։ Ուրեմն հիմա ինչ է լինում, հարցրեց նա։ Էդուարդը խորը շունչ քաշեց։ Օրենքով, քանի որ նշանակված խնամակալները չեն կարող ստանձնել, դու կենդանի առաջին աստիճանի ազգական ունես, խնամակալությունը սովորաբար կանցներ Մարկոսին։ Բացառությամբ, եթե։ Բացառությամբ, եթե ինչ, ճնշեց Կլարիսան։ Բացառությամբ, եթե Մարկոսը կամավոր հրաժարվի խնամակալությունից, հօգուտ մեկ այլ անձի։ Եվ որ այդ անձը պատրաստ ունակ լինի ստանձնել պատասխանատվությունը։ Բոլորը նայեցին Կլարիսային։ Նա արդեն սկսել էր ժամանակավոր խնամակալ դառնալու ընթացակարգերը, բայց հիմա այլ էր։ Դա մշտական էր։ Դա իրական էր։ Ես ուզում եմ, ասաց նա առանց տատանվելու։ Ես ուզում եմ հոգ տանել Գաբրիելի մասին։ Եթե նա համաձայն է, իհարկե։ Գաբրիելը նայեց նրան, այն կնոջը, որն իրեն ընդունել էր, ոչինչ չխնդրելով, որն իրեն տուն, ուտելիք, քնքշանք էր տվել։ Որն իրեն վերաբերվում էր ոչ թե որպես նախագծի կամ պարտականության, այլ որպես ընտանիքի։ Եվ նա գիտեր, որ հենց այնտեղ էր ուզում լինել։ Ես համաձայն եմ, ասաց նա, ձայնը վճռական, չնայած արցունքներին։ Բայց դեռ մի հարց կար լուծելու։ Մարկոսը։ Նա պետք է առերեսվեր այն ամենի հետ, ինչ տեղի էր ունեցել, պետք է որոշում կայացներ։ Հանդիպումը տեղի ունեցավ Էդուարդի գրասենյակում 3 օր անց։ Մարկոսն այնտեղ էր, տեսանելիորեն նյարդային։ Էդուարդը բացա։
Տրեց այն ամենը, ինչ բացահայտել էին, ցույց տվեց հրաչի նամակը, կարդաց համապատասխան հատվածները եղբոր նկատմամբ անվստահության մասին։ Մարկոսը լուռ լսում էր ամեն ինչ, դեմքը գնալով գունատվում էր։ Երբ Էդուարդն ավարտեց, նա վերջապես խոսեց, խռպոտ ձայնով. «Հրաչը ճիշտ էր։ Ես վստահելի չէի։ Ես միշտ առաջնորդվել եմ ամբիցիայով, ագահությամբ։ Նախանձում էի եղբորս, նրա տաղանդին, նրա հաջողությանը։ Եվ երբ նա մահացավ, ես հնարավորություն տեսա վերջապես ունենալու այն, ինչ նա ուներ»։ Նա նայեց Գաբրիելին, արցունքները հոսում էին դեմքով։ «Բայց ես չունեի այն, ինչն ամենաթանկն էր։ Ես քեզ չունեի։ Եվ երբ հասկացա իմ ագահության չափը, թե որքան թանկ նստեց դա ինձ վրա, արդեն շատ ուշ էր»։ Գաբրիելը լսում էր, կուրծքը սեղմված։ Մի մասը ուզում էր ատել հորեղբորը, բայց մյուս մասը տեսնում էր ընդամենը մի կոտրված մարդու, որը կրում էր իր սեփական ընտրությունների բեռը։ «Մարկոս», մեղմորեն ասաց Էդուարդը, «Գաբրիելը Կլարիսայի հետ մնալու տարբերակ ունի։ Նա ուզում է լինել նրա խնամակալը։ Բայց օրենքով, որպես հորեղբայր, դու առաջնահերթություն ունես։ Բացառությամբ, եթե հրաժարվես»։ Մարկոսը երկար նայեց Գաբրիելին։ Հետո ասաց. «Ես հրաժարվում եմ։ Կլարիսան նրա մասին ավելի լավ հոգ կտանի, քան ես երբեք կկարողանայի։ Նա դա արդեն ապացուցել է»։ Նա թեքվեց դեպի Գաբրիելը։ «Բայց ես ուզում էի քեզ մի բան խնդրել։ Թույլ տուր լինել քո կյանքի մի մասը, նույնիսկ հեռվից։ Թույլ տուր փորձել լինել իսկական հորեղբայր, նույնիսկ եթե ես դրան արժանի չեմ»։ Գաբրիելը մտածեց։ Մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, այն ամենի մասին, ինչ կորցրել գտել էր։ Եվ հասկացավ, որ վրեժխնդրությունը միայն իրեն կվնասեր։ «Լավ», վերջապես ասաց նա։ «Բայց պետք է այլ լինի»։ «Իսկապես»։ Մարկոսը եռանդուն գլխով արեց։ «Կլինի։ Խոստանում եմ»։ Իրավական ընթացակարգերը ամիսներ տեցին, բայց վերջապես ավարտվեցին։ Կլարիսան պաշտոնապես դարձավ Գաբրիելի օրինական խնամակալը։ Հրաչի ժառանգությունը ազատվեց, այն զգալի էր։ Կար մեքենաների նախապատրաստման ընկերությունը, որը դեռ արժեք ուներ, անշարժ գույք, ներդրումներ։ Էդուարդն օգնեց ամեն ինչ կազմակերպել, որոշվեց, որ գումարը կկառավարվի հիմնադրամում, մինչ Գաբրիելը 18 տարեկան դառնա, ամսական թոշակով նրա կարիքների համար։ Բայց թերս ամենամեծ հաղթանակն արդարությունն էր։ Հրաչի հավաքած փաստաթղթերը հանձնվեցին իրավասու մարմիններին։ Հետաքննություններ սկսվեցին, մարդկանց մեղադրանքներ առաջադրվեցին։ Հրաչ Ալավերդյանի անունը մաքրվեց ցանկացած կասկածից, նա հետմահու ճանաչվեց որպես հերոս, որը փորձել էր բացահայտել կոռուպցիան, նույնիսկ իմանալով ռիսկերի մասին։ Գաբրիելը սկսեց հասկանալ, որ հոր վթարը գուցե այդքան էլ պատահական չէր եղել։ Էդուարդն առաջարկեց, որ կարող էր դիվերսիա լինել, բայց առանց կոնկրետ ապացույցների, դա ընդամենը ենթադրություն էր։ Ամեն դեպքում, իմանալը, որ հայրը խիզախ, ազնիվ է եղել, պայքարել է ճշմարտության համար, Գաբրիելին հպարտությամբ լցրեց։ Կյանքը շարունակվեց։ Գաբրիելը շարունակեց դպրոց գնալ, նրա ընկերությունը Լիլիթի հետ խորացավ։ Նրանք միասին ներկայացրին բնագիտության նախագիծը դպրոցի ցուցահանդեսում առաջին տեղը գրավեցին։ Գաբրիելը նորից սկսեց պարզապես երեխա լինել, ռեժիմով, պարտականություններով, բայց նա զվարճանքով ու թեթությամբ։ Արհեստանոցում նա շարունակում էր օգնել Մարտիրոսին, երբ կարողանում էր, բայց այժմ որ։ Պես պաշտոնական աշակերտ, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով։ Նրա տաղանդը շարունակում էր տպավորել բոլորին, նա գիտեր, որ մի օր բացառիկ մեխանիկ կդառնա, գուցե նույնիսկ ինժեներ։ Հնարավորություններն այժմ անսահման էին։ Մարկոսը կատարեց իր խոստումը։ 15 օրը մեկ այցելում էր Գաբրիելին, միշտ պարզ, բայց նշանակալի նվերներով։ Գրքեր մեքենաների մասին, գործիքներ, մի անգամ նույնիսկ Գաբրիելին տարավ քարթինգի մրցում դիտելու։ Հարաբերությունները դեռ զգուշավոր էին, բայց այնտեղ փոխադարձ հարգանք էր աճում։ Գաբրիելը սովորեց, որ մարդիկ բարդ են, ունակ սարսափելի սխալների, բայց նա անկեղծ քավության։ Մի կիրակի կեսօր, այն բանից 6 ամիս անց, երբ ամեն ինչ սկսվել էր, Գաբրիելը մի բացահայտում արեց։ Նա Կլարիսայի տան բակում էր, մաքրում էր մի հին սկուտերի շարժիչ, որը միասին գնել էին վերականգնելու համար։ Կլարիսան նրա կողքին էր, տալիս էր գործիքները, երբ նա խնդրում էր, ծիծաղում էր նրա կատակների վրա, հպարտանում յուրաքանչյուր առաջընթացով։
Հանկարծ Գաբրիելը կանգ առավ նայեց նրան։ Կլարիսա։ Հա։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Նա ժպտաց, մազերի մի փունջ հեռացնելով դեմքից։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, Գաբրիել։ Դու ինձ այնքան բան ես տվել, որքան ես քեզ։ Ինձ նպատակ ես տվել, նորից ընտանիք ես տվել։ Ինձ հնարավորություն ես տվել ինչ-որ մեկի համար կարող լինել։ Գաբրիելը մտածեց, թե որքան տարօրինակ է կյանքը։ Նա կորցրել էր ամեն ինչ, մնացել էր մենակ, քաղցած ու մրսած էր։ Բայց այդ կորստից նոր բան էր ծնվել։ Նոր ընտանիք, ոչ թե արյունակցական, այլ ընտրությամբ։ Ոչ կատարյալ, բայց իրական։ Նա դիպավ նոր կախազարդին, որը կրում էր վզին։ Կլարիսան պատվիրել էր պատրաստել բնօրինակի ճշգրիտ կրկնօրինակը։ Դա գաղտնիքների տուփեր բացող բանալին չէր, բայց հոր ժառանգության խորհրդանիշն էր։ Եվ այժմ Գաբրիելը հասկանում էր Հրաչի գրած խոսքերի իրական իմաստը։ Բանալին ոչ թե առարկան էր, այլ այն, ինչ այն ներկայացնում էր։ Դա տաղանդն էր, ազնվությունն էր, ոչ միայն շարժիչներ, այլ մարդկանց, ստի մեջ թաքնված ճշմարտությունը լսելու կարողությունն էր։ Դա առաջ գնալու քաջությունն էր, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում։ Գաբրիելը նայեց Երանի կապույտը։ Լկնքին իր ծուլորեն սահող սպիտակ ամպերով խաղաղություն զգաց։ Հայրը կհպարտանար։ Նա գտել էր իր ճանապարհը, ոչ թե որովհետ ինչ-որ մեկը ցույց էր տվել, այլ որովհետ ինքն էր քաջություն ունեցել հետելու թողած հետքերին։ Դժվար էր եղել, ցավոտ, սարսափելի։ Բայց արժեր։ Այդ գիշեր, երբ Կլարիսան նրան քնելու դրեց, ինչպես անում էր ամեն գիշեր հիմա, նա համբուրեց նրա ճակատը ասաց. «Լավ երազներ տեսնես, իմ տղա»։ Իմ տղա։ Խոսքերը ջերմացրին Գաբրիելի սիրտը։ Նա նորից մայր ուներ։ Ոչ թե նա, ով իրեն ծնել էր, ում դեմքը հազիվ էր հիշում, այլ նա, ով իրեն ընտրել էր, ով իր կողքին էր մնացել, ով իր համար պայքարել էր։ Եվ երբեմն նա մտածում էր, ընտրված սերն այնքան հզոր է, որքան արյան սերը։ Գուցե նույնիսկ ավելի։ Գաբրիելը փակեց աչքերը, խորը քնեց, առանց մղձավանջների, առանց վախերի։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը, միլիոնավոր պատմություններով, որոնք տեղի էին ունենում միաժամանակ։ Բայց Մալաթիա Սեբաստիայի այդ փոքրիկ տան ներսում մի կոնկրետ պատմություն գտել էր իր երջանիկ ավարտը։ Ոչ կատարյալ, որովհետև կյանքը երբեք այդպիսին չի լինում։ Բայց իրական, իսկական կառուցված քաջությամբ, սիրով այն վստահությամբ, որ նույնիսկ ամենաավերիչ փոթորկից հետո հնարավոր է վերակառուցել։ Գաբրիել Ալավերդյանը, շարժիչներ լսող տղան, վերջապես գտել էր իր հաճախականությունը։ Եվ այն հնչում էր ինչպես տուն։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գաբրիելի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս խիզախ տղայի ճանապարհորդությամբ, որը կորցրեց ամեն ինչ, բայց գտավ նոր ընտանիք, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն ամենաշատը տպավորեց ձեզ այս պատմության մեջ։ Գաբրիելի քաջությո՞ւնը։ Կլարիսայի բարությո՞ւնը։ Մարկոսի քավությո՞ւնը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, մեզ հիշեցնում, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում միշտ հույս կա։ Շնորհակալ ենք մեզ հետ այս հուզիչ ճանապարհորդությանը միանալու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությունով, որը կհուզի ձեր սիրտը։